Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում։ Ինձ տեսավ ինձ այց։ Բախ մամա ջան։ Ասա Նեղացա։ 5 րոպեից ավել, բայց նեղացա այդ ժամանակ։ Ասա ես Արտուր, ես բավականին լավ կին եմ, դու ինչ ես իմ մեջ տղամարդ տեսնում։ Օ Ռոմեո, ինչու ես Ռոմեո։ Ուրացիր հորդ, ժխտիր անունդ։ Բերեցին Կրիմանոց, տեսնեմ Ֆրուզիկ Մղլչյանն է։ Վայ, սենց քարացել եմ, մնացել եմ։ Ասած աղջիկ ջան, գիտես դու մեզ նոմա։ Մերալային անիրականության մեջ կմնաս ուղիղ։ Մոռացել եմ։ Ես ձեզ կպաշտպանեմ, քո դեմը կկանգնեմ։ Այ բլա քո վրա միս կա, կողքից ես նայելու են ինձ, ասեն հələ դու արի։ Դառնա Մարտակերի փայտ։ Հիմա կարողա տեսնի իր հետ էլ հանդիպում ունեմ, խայտարակ եղանք, անջադեք։ Նվազեցրու հարկերը տորենքի ուժով։ Դիմի ռեալ հաշվապահ, դարձիր օրենքով ուժեղ։ Հեռախոս 055 29 24 20։ Այո, այսօր հրաշալի դերասանուհիներ են, հենց այնպեսում Ջուլիետա Ստեփանյան և Լուիզա Ղամբարյան։ Ոնց եք, բոլորը ձեզ պահանջում էին, արդեն մի քանի շաբաթ է կոմենտներում գրում էին ու այսօր վերջապես այդ օրն է, պատկերացնում ինչ պատմություններ եք պատմելու մեզ։ Նախ ոնց եք։ Շատ լավ։ Ասում եմ շատ լավ։ Շատ հոգնած եմ, բայց շատ լավ եմ։ Հա, արզնի ջուր լսեմ։ Լսրու։ Ներկայացումից է գալիս Ջուլիաս։ Ներկայացումից եմ գալիս, բայց ներկայացումից առաջ էլ նենց էի թրջված մուկ էի դարը եկել եմ։ Լրիվ հանվետ տգլոր նստել եմ, սպասել եմ, որ բեմական շոյերս բերեն հակնեմ, ինչեւ բերեցին, մրսել եմ։ Հիմա մրսում եք։ Չէ, մի տակ եմ, չի երևում, կարմրել եմ, բարվում եմ։ Չէ, մի լավ եմ, մնա լավ եմ։ Նայեցիք։ Հա ջան։ Դուրան են հաղորդումը։ Հա, բաբոն չնա։ Հետո։ Պարզապես որ մի քիչ երկարացներ Բարտանը, ես հաստատ համոզված էի, որ կգնամ հետը։ Մարտակիրը ինչ կարա ինձ անի։ Վախենա, ասես կվախենա։ Բայց կգնայիր ջուր։ Հա, կգնայի։ Մի քիչ էլ որ համոզեր, ես կգնայի, հա։ Ես պրոստը գիտեի, ինձ անգելա կատականը, բայց չգիտեի հաղորդում։ Հետո ինքը որ ասեց, չէ, Ջուր ջան, լուրջ բան ասա, բան ենք նկարելու, 5 օրվա նկարահանում է բան։ Այդ տղա այսքան ապրել եմ կամ Մարտակիրի բաժին դառնա։ Բաբար ասում էր ես ձեզ կպաշտպանեմ։ Ես ձեզ կպաշտպանեմ, քո դեմը կկանգնեմ։ Այ բլա քո վրա միս կա, կողքից ես նայելու են ինձ, ասեն հələ դու արի։ Դառնա Մարտակիրի փայտ, ակնի։ Լավ չի էլի։ Ես պրոդյուսերներ ինչով եք դուք զբաղված։ Իրականություն դարձրեք այս շոուն։ Փոխանակ նային, ընտրեն իրար ծերից խլեն։ Լավ ասեցի։ Արդեն պարզ է ինչ եթեր է սպասում մեզ այսօր։ Վայ, Սուսարա։ Սուսարա շատ ուժեղ եթեր է սպասում։ Գիտես ինչ եմ ծիծաղում, կաշկանդվածություն, չգիտեմ ինչ պիտի խոսանք։ Դե հիմա հերթով կգանք պատմություններ, Հա, վստահ եմ շատ հետաքրքիր Լույզինքան սիրուն է, սաղ չիս։ Վադու։ Իմ դերի մեջ որ ասեն, ասես սիրուն։ Երևում է այս բանը։ Չէ, լավ։ Վայ ջուրը լսել ես մոռացել եմ լսել եմ, հա, եկեք նախ հիմա ինչ որ ներկայացում անեք միասին պատրաստում, որովհետև երբ զանգահարում էի, փորձերի էի երկուսդ էլ ինչ ներկայացում է։ Մանչուկ ջան, նախ հեսա կպատնեմ ես քեզ ինչու մանչուկ եմ ասում։ Մանչուկ։ Հա։ Մանչուկ, ինձ մանչուկ ասում, չեմ հասկանում ինչի։ Ես հեսա ասեմ ինչի։ Այսքան երեխա էր մանեն։ Մի 20-25 տարի առաջվա եթե ոչ ավել բան եմ պատմում։ Հենց այս հատվածում ես մատ շատ սիրուն երեկո են կազմակերպել տարիներ առաջ դրամատիկականի ինչ որ ամյակ էր երևի մի 25-30 տարի առաջ ու այդ ժամանակ հիմա ասում են կոլաբորացիա այո լսի իսկ այն ժամանակ այդ տերմինները բաները չկար բայց բովանդակային իմաստով մարդիկ տենց մտածում էին էլի Արտուր Գրիգորիչը ու Արմեն Խանդիկյանը ոնց որ որոշեցին բան անեն դրամատիկականի եւ երգի պետականի ստեղծագործական մերձեցման երեկո ու դրամատիկականի արտիստները եկել էին այստեղ նստել էին ու մեզ երգի պետականի արտիստները սիրուն երգեր էին նվիրում թատրոնի մասին, թատերարվեստի մասին, շատ հավես բաներ, շատ անցա վերջացավ ներկայացումը այդ միջոցառումը վերջացավ մանեն այն կողմերը տենց
պատտվում էր իր համար։ Եկել Արտուր Գրիգորիչին ասի. «Վայ Արտուր Գրիգորիչ, ձեր աղջիկն է», ասաց. «Հա, Մանեսա»։ Ասի. «Վայ, դու Մանեն ես»։ Ինչ չգիտեմ ինչի՞։ Գիտես ոնց նայեց, որ չհասկացար, որ ասեց։ Հա, ասի դու Մանեն ես, ասեց։ Բան չի փոխվել, էլի սեն զեյթուն աչքերով։ Ասեցի դու Մանեն ես, ասեց։ Ասի չէ, դու մանչուկն ես, մանչուկը։ Ու սենց արեց ջուր։ Ինքը շատ լուրջ դու մանկական ձևում Մանչուկն ես։ Ներվեց, չհասկացավ ինչ մանեից ինչի մանչուկ։ Ու տես այդ ժամանակվանից մանչուկը դարձավ։ Որովհետև papan միշտ ասում էր, որ Մանե ու Նարեկը մեզ անվանել ինձ ու եղբորս, որ հանկարծ չասեն Մանեիկ, Նարեկիկ, որ հստակ անունը նշել ու երևի նեղացել է։ Բայց Լուիզ Մեծացել եմ, դու ինձ միջև հիմա ասում ես մանչուկ։ Ամենաանհավանական վայրերում ինչ-որ շնորհանդեսներին լուրջ է։ Վայ, մանչուկ, էլ ուզում եմ պրոշանեմ։ Բայց չեմ անում, զգում եմ։ Բայց դա իրա, լսի դու Արուսիկից գիտես արդեն, չէ։ Արուսիկս ուզում էր ուրեմն լավ էր երկում շատ։ Ձեր աղջիկը։ Այո։ Շատ լավ էր երկում, այլ մինչև թատերական ինստիտուտը։ Ասեցի, արի տանեմ Արտուր Գրիգորիչի մոտ, բալես, թող մի հատ քեզ տուգի էլի կարող է հանկարծ ուզենաս, բան շատ հետաքրքիր երգեր էր երգում։ Ասես որտեղից քեզ այն մարտես սցենա։ Բերեցի իր մոտ, փորձեց, ասեց տվյալներ լավ ունի, կարող ես բերել։ Դուս եկանք ասեց, մամա զգացիր ես ոնց էի թողում այդ մարդու մոտ, ասեմ խի ասма շատ խիստ մարդ էր երևում, ես տեղ չեմ գա։ Դենց էլ չեկա։ Քանի տարեկաններ երեխան։ 16։ Հետո ընդունվեց թատերականին, դա լեհական կրթություն ուներ, բայց ինքը եկավ ստեղ, թատերական ինստիտուտ մի տարի սովորեց հայերեն, թատերական ինստիտուտ ընդունվեց, ավարտեց ոսկե դիպլոմով, ինչ են ասում, կարմիր դիպլոմ, են ասում, ինչ է։ Դրանով ավարտեց։ Կարմիր դիպլոմով ավարտեց, բերեցին Սունդուկյան, բայ այսօր ինչ բերեց Սունդուկյան, բայց մի ամիս հետո գնաց Լեհական դեսպանատուն, հիմա Լեհական դեսպանատան էր աշխատում, հետո գնաց։ Մասի ժամանակին։ Կարիերան չկատարվեց իրա։ Ձայնի համար ինչ եմ ասում, որտեվ ես էլ բադ երգչուհի չէի, ելնեի խազի ձենով։ Ես ջազ, ես պատկերացնում եմ։ Բայց մայրս սպանեց իմ ջազը իմ մեջ, որովհետև 10-րդ դասարանում ես սիրում էի երգել։ Կարևոր չէ, անգլերեն գիտեի, ֆրանսերեն ոչ մի բան չգիտեի, բայց այսպես դուս բարերով երկրում մանորի դեյդի ջուսից բաներ էի անում, հայլու դեմը նենց էի հավանում ինքս ինձ, շատ էի հավանում։ Հետո ձենս էլ։ Բայց պատկերացնում ես ինչ հետաքրքիր կլիներ ինքը ջազում։ Բայց դու գիտես ինչ լավ էի երգում, կարևոր չի ինչ էի երգում, բայց լավ էի երգում։ Հայլու դեմը երգում էի, մամաս եկան մեզ ասեց բալաջան, ցենդ կդրե։ Ղարղրները սաղ պատուհանների դեմն են, ցենդ կդրե խայտարակ եղանք։ Ու այդ վաղտանից էլ վերջացավ իմ երգի կարիերան, բայց ինձ մեջս մնացել է մինչև այսօր։ Ուշ չի։ Էլի ուշ չի, ես հələ ժամանակ շատ ունեմ։ Չի, դե հիմա որ ստիպես կերկեմ, բայց մի քիչ հետո տական։ Հա, լավ, մի քիչ հետո։ Հիմա Ջուլիայիս հետ մի գործում ենք, թատերական գործում։ Հետ էլ մի հատ շատ ծիծաղալու պատմություն կա, բյուրականում է, դա։ Իսկ Ջուլիաս բյուրական չի ասում, ասում եմ բայանդուր։ Չէ, ես միջը բայանդուր չեմ ասում, բյուրականը պրոստը չեմ հիշում, բայանդուր նովա չգիտեմ։ Ինչ է դա вообще։ Քեշիշյանից առաջ ինչ ես ասում։ Իստոյան, բայց ներողություն։ Մինչև Իստոյան չեմ ասում, Քեշիշյան չեմ հիշում։ Հիմա կարող է տեսնել իր հետ էլ հանդիպում ունեմ, խայտարակ եղանք, անջադեք։ Դե ասի եթե չես գնացել Իստոյանց ինձ ասում։ Քեշյան ազգանունը չեք հիշում, միջև Ազիզ ջան, մինչև ես Ստեփանակերտում եմ աշխատում, ճիշտ է։ 1000 ձևի 1000 անգամ Հադրուտ են գնացել ներկայացումներ խաղալով, մինչև Բեյրութ չէի ասում, Հադրուտը չէի հիշում։ Ասում եմ Բեյրութ նոր ասում եմ, բայ Հադրուտ։ Հիմա էս Այդպես բանկ ասոցիացիաներ կա ինձ մոտ։ ու բյուրականը բայանդուր է։ Բայանդուր եմ ասում։ Մինչև չեմ ասում բայանդուր, բյուրականը չեմ հիշում։ Բա Հունիսի 11-ին 12-ին պրիմերա ենք խաղալու Ջուլիայիս հետ, նաև ընդգրկված են Ագնես Անշահնազարյան, Տիգրանը Գյուլումյան, Արծրունը Հարությունյան։ Ես Գրիգորիչի մասին պատմեմ մի հատ։ Ստեփանակերտից։ Այո, Ստեփանակերտից։ Ուրեմն գիտես 17 տարի Ստեփանակերտի թատրոնում ենք աշխատել։
Ուրեմն երեք աղբյուրը գիտես դու։ Այո, Թատրոնի իհարկե կողքին։ գիտեմ։ Երեք աղբյուրի մոտ էի, դե արդեն ես Արտուր Գրիգորիչին այն ժամանակ շատ ջահել էինք, ես չգիտեմ ինքներիս զանից, մեծ թե ես իրանից, մեծ թե ինքը փոքր ես, մեծ ոչ այդ բանը չգիտեմ, բայց երկուսը երիտասարդ ենք, ես հիշում եմ իր մազերը, սև կանգուր։ Այո։ Գիտես Կանգուր մազեր, ունեցա Շատ Գրիգորը։ Անենց սիրուն կանգուր։ սև կանգուր մազեր ուներ, տակավին դեռ երիտասարդ տարիներին, ուրեմն ինչ գրական բարեր մոտ։ Երեք աղբյուրը շատ լավ Ստեփանակերտում շատ հայտնի վայր է, էլի դրամատիկ թատրոնի կողքն է։ Երեք աղբյուրը կոչում։ Տեսա ու ասի, վայ, պրիվետ Արտուր ջան, ասի, նենց եմ սիրում քեզ, լսի ասեց, որ գնում եմ Երևան, տեսնում եմ էլի մեկ-մեկ հո ամերիկներից բանցեց, հələ նոր էր սկսում ինչ որ այդ տարիներն էր։ 80-ականների սկիզբ Ջուլիաս։ 90-ականների շատ սկիզբ։ Շատը ո՞րն է։ Բայց ճիշտ է, սկիզբ։ Երևի 80-ականները։ Որտեղ ես, չէ, ազիզ 80-ականները ես որտեղ էի։ Հա, էլ ինտեղ էի։ Սպասի, հա, վայ։ Երկար Ես այնտեղ գնացել։ Սա խռում եմ իրար, 75 թվին եմ գնացել ես։ Մեր թվարկությունից առաջ։ Մի խոսքով, տեսա ասեցի Արտուր ջան, ասեցի, ես ինձ լավ եմ երգում։ Ես էլ նոր էի Ստեփանակերտի թատրոնում, հա։ Ասին ես լավ եմ երգում, այնց կուզեմ որ բան մի հատ դու ինձ դուգես մի հատ երգեմ, էլի ջազ, բան, սենց բաներ։ Ասես լավ դե միշտ տարբերություն ստեղ ենք, տավա էլ մի հատ իրար հետ իմպրովիզացիա անենք երգենք, բայց էլի ապուշ այդ բաները արեցի, ասեց Ջուր ջան, ես խանգարում եմ քեզ, որ դու թատրոնում աշխատում ես։ Դու ինչ ես խանգարում։ Ասա այդ լավ չերգեցի, ասեց շատ լավ, բայց դու լավ դերասանուհի ես։ Մի խոսքով կուլտուրական այտենց Արտուր Գրիգորյանը ինձ։ Երկրորդ անգամ կարիերան ավարտվեց երգչում։ Երկրորդ անգամ ջազային կարիերան ավարտվեց։ Երրորդ անգամ ես արդեն գցեցի ներս։ Բայց այդ Արցախի տարիներից ինչ կհիշեք, ինչ հետաքրքիր դեպքեր։ Քանի տարի էիք թատրոնում աշխատում։ 17։ 17 տարի։ Ստեփանակերտում ես շատ լավ օրեր եմ ունեցել, շատ եմ սիրել, ես համարել եմ ինձ երկրորդ իմ հայրենիքը Գյումրիից հետո իհարկե իմ գլխավոր նպատակն էր Երևանում ապրել։ Ես որ նոր էի ավարտել ինստիտուտը, մեր տանը, քանի որ մենք շատ երեխեք էինք, papas միշտ որ մի անգամ ասեց մեծ աշխարհագրական բան է դրել, ինչ են ասում։ Գլոբուս։ Չէ։ Կարտա, քարտես։ Հա։ Բանը դրել էր ու ես չգիտեմ ինչի մատս տարավ ասեցի ես ավարտել եմ, պետք է գնամ, չգիտեմ ուր, չգիտեի հələ ոչ մի բան։ Ես չգիտեմ ուր որ գնացի, այդ չգիտեմ ուրից հետո կգնամ արտասահման։ Հետո ես արտասահմանից անպայման պետք է գամ Երևան։ Մամաս ասեց, ես գծագրում դա։ Ասի, որտեվ ես փող չունեմ Երևան գնալու։ Ես կգնամ այնտեղ կաշխատեմ, փող կհավաքեմ, հետո կգնամ արտասահման, փող կհավաքեմ ու կգամ Երևան։ Ու այդ բանը ես գաղափար չունեի, ես ինչ եմ անելու, ես բացարձակ տեղեկություն չեմ ունեցել։ Ինստինկտիվ այդ բանը ասեցի ու այդպես էլ կատարվեց։ Ու վերջը ես շատ հեռու պիտի գնայի, որ հետո գայի Երևան իմ նպատակին հասնեի, սիրում եմ Երևանը։ Դու Լեդի Մակբեթ Ստեփանակերտում խաղացիր, Нет, Լեդի Մակբեթ խաղացել եմ Երևանում, Արտուր Սահակյանն է բեմադրել Մոնոն։ Նայել ես, հա, Մոնո Լեդի Մակբեթ եմ խաղացել եւ հրաշք բեմադրություններ, որտեղ Արտուր Սահակյանը հրաշք էր բեմադրել։ Հրաշք։ Ինչ օգուտ չեմ։ Շատ, նայել ես, չէ՞։ Ամբողջ դրամատիկը եկել էր։ Դու ուր էի։ Չգիտեմ, երևի չի։ Իմիջիալոց երկրորդ անգամ եկան բանը եկավ Խանդիկյան իր թայֆա չասեմ էլ ինգերների հետ եկան, երկրորդ անգամ եկան ու իրանք այդ ժամանակ որոշեցին բեմադրել Համլետը Արտուր Սահակյանը գա Համլետը բեմադրի։ Այո, որտեղ հետո եկավ Սահակյանը։ Որտեղ հրաշք ներկայացում էր այդ բանը։ Իսկ դա 60 րոպե էր, բայց չեմ ուզում գովասանկանեմ, ես Արտուրին եմ գովում։ Այ ես պատկերացնում քեզ Լեդի Մակբեթ։ Եվ ասեցին, թե մենք ֆիլմ ենք նայել։ Պատկերացրու ներկայացումը ավարտվեց, տեսնողներ շատ են եղել, կհաստատեն իմ ասածը։ Ուրեմն ներկայացում առաջի օրը որ խաղում էինք, խաղացինք բրցանք, բացարձակ այս լռություն էր։ Այս լռություն։ Դուրս եմ եկել ու ասում եմ Արտուր խայտարակ եղանք, տապալվել եք, չէ, չեմ կարա, ես շորես դուր հագնեմ գնամ, բան։
մեկ էլ երևի 3-4 րոպե տենց լռություն էր հետո այնց մի հատ ծափ գնաց ցնցվեցի ասի ես ինչ ասեց գնա բեմ գնա ասի չեմ գնա ես չեմ սիրում գլուխ տալ գնա բեմ մի խոսքով այսինց շատ հրաշալի մագիայի տակ էին էլի մնացել այդ բանին որտեվ ասին ցնցված ենք որտեղ կինո նայենք ոչ թե ներկայացում եւ իսկապես տեսարանները նենց էր դրած դե համ ռեժիսուրան է շատ լավ եղել համ դերասանական շատ մощный ռեժիսորական է շատ Հետո ինքը ինձ էր գովում ես իրան լավ մի խոսքով Ստեփանակերտի թատրոնում Չէ, առհասարակ թատրոններում շատ են լինում, էլի այդ էպիկ խայտարակ ծիծաղելի զավեշտների, թե հանդիսատեսի, թե դերասանների, ռեժիսորների կուլիսային կյանքը, նաև հանդիսատեսի այդ պատմությունները պատմել։ Այ ես շտաբում եմ խոսալու, հա ոնց որ իբր քիչ եմ խոսել, 2 ժամ խոսել եմ ներկայացմանը։ Ուրեմն գնացել ենք Թիֆլիս գաստրոլների, խաղում ենք Խանումա։ Ես խաղում եմ Քաբատո։ Խանումա խաղում է մեր նարոդնի արտիստկա Մարգո Բալասանյանը, լսած կլինես դու։ Այո։ Սուտ ասում գիտես։ Արտուր Գրիգորիչը հաստատ գիտեմ, որ գիտի Մարգո Բալասանյանին, հրաշալի մեր ժողովրդական դերասանուհին էր։ Բան խաղում էր Խանումա, ես էլ խաղում էի Քաբատո։ Իմը գնացել ենք գաստրոլների, անենց ուրախ լավ, զվարթ տանում ենք, կրուգը պատտվում է, սա քանդվում են, ասում լավ, ինչ են քանդվում, դա մերը կրուգը պատտվում է, մենք բարելով գնում ենք։ Այ մա տեսնում ժողովուրդը քանդվել է, նայում եմ, տեսնեմ եմ դերասաններն էլ են ծիծաղում, ես էլ եմ ծիծաղում։ Ծիծաղելով կրուգը պատտվում, մեկը ասեց բռնեց դոշից ու քաշեց կուլիսները։ Ասի չկանում, հա նորմալ չի, աղջի ասեցել է վիճակին նայի։ Ակաս այս կրուգը որ պատտվել է, փեշս ընկել է մեխին, յուբկես պոկվել է, պանտալոնն է մնացել տագից։ Ու ես ուրախ ասեմ, ինչ լավ եմ խաղում, հələ ոնց եմ ծիծաղում։ Այդպես մի դեպք եղավ Լեհաստանում, ներողություն էլի չեմ թողնում խոսալ։ Պատմիր կյանքը։ Լեհաստանում ուրեմն մենք մի հատ բան ունենք։ Լեհաստանը ես եղել եմ լեհական թատրոնում, բայց երբ Լեհաստանում բիզնես էլ է պետք, մենակ թատրոնով չի, չնայած թատրոնը ված չէր վճարում, բայց բիզնես էլ ունենք։ Մի հատ սիրուն նեմեցկի բար էինք բացել ու հələ քանի որ հələ նոր էր, ես աշխատող չունեի, ես էի, իսկ իրանց մոտ բան է էլի, ասեց պետք է հագնես անպայման սպիտակ, պերչատկեք, սպիտակ հագնես, պերչատկեք, պետք է հագնես ու գլխիդ սպիտակ բան պետք է դնես։ Ես Արուսիկս զանգեց։ Մատուցողուհի էր կյանքը։ Չէ, իմն էր։ Արա ես Ռոզվինանտա դերևում եմ։ Չէ, իմ բառն Բա էր։ որ ասեցիր տենց Հələ սկիզբն էր, ես աշխատող չունեի, բայց իրավունք չունեի այդպես ես ժողովրդի հետ բան անեի։ Այսինքն բառ էր, ես հո չէի բերում, իրան գալիս էի զակազ էին տալիս, վերցնում էին, բայց ես պետք է հագնեի սպիտակ։ Հələ նոր էր աշխատող չունեի, հետո աշխատող ունեցա։ Որտեղ Արուսիկը զանգեց Մամա լերեն է ուզում ասի մամա շուտ արի ժողովա պիտի գաս որտեղ դասատն ասեց մամա ներկա լինի որտեղ հաճախակի չի գալիս էլի ժողովն են չեմ սիրում դպրոցը տանը չեմ գա լավ մի խոսքով հելա գնացի հելա նստա ավտոն վրա խալատ մալատ ծերնոս մերոցս հանի գցեցի շորես հակ նստա ավտոն գնացի արա գնում եմ սիգնալ են տալիս ժպտում են սենց են անում ասում այ մրցել եմ ինչ ճանաչում Սրանք ովքեր են, ես ստեղ էլ ով եմ, արա ինձ զանգ է գալիս, ասի չէ չվերցնեմ զանգ կգա։ Ոչինչ, Պատասխան է։ Հա։ Բայց նայեմ տեսնեմ ով է։ Կարծե ջան, ես զբաղված եմ հիմա, մի քիչ հետո կզանգեմ, լավ։ Հա, հաղորդման եմ, լավ, դավայ ասի ջան։ Հա։ Ուրեմն Սաղ սիգնալ են տալիս, պուտմատ են ցույց տալիս, ուրախանում են, ասում, այ մարդ ստեղել են ինչ ճանաչում, ինչ լավ է, ես ժպտալով բարևում եմ, բան։ Հասա դպրոց, տեսնեմ Արուսիկը դպրոցի թեմա, ասենց առած սպասում է, դուրը բացի որ դուրս կամ ասեց, մամա, նստի հետ գնա։ Ինչեր է։ Ասեմ, ինչ ա եղել, այ բալես, բան չի կանչեցիր, մամա գլխիդ հետ ինչ է այդ գլխարկը դրած, ես փովրի գլխարկը մոռացել էի։ Շուրերս անել եմ, այդ գլխարկը մնացել էր, այդ կոկոշն չէի դրել գլխի դեկին, խայտարակ եղեսի գիտեի, թե Լեհաստանում ճանապարհին սաղ ինչ ճանաչում են, հաջան։ Այդ դպրոց չկանչեց։ Չէ, վայ, լսի մի անգամ, կարելի է մի բան էլ պատմել։ Հայ, Ուրեմն Կիրովական ենք եկել, Վայե Շավերձյանը մեզ բերեց Կիրովական Ստեփանակերտից, մի երեխեքը այնտեղ ռուսական դպրոցում էին սովորում, у нас всех русское образование։ У нас всех русское образование։
Մենակ այդ կան Երիկա որ հասկանաս որ սուտա։ Վերջը։ Ուտիրո դասարան դերեցին կելի կերովական ռուսական դբրոց։ Մա ասма մամա վանը գիտի էլի դասատուս գիտի որ դերասանու է իմ մամաս ասելա շատ եմ խնդրում էլի մամա այդ բերց անոթանանք էլի եթե դերասանու է այս կոմենքում ասի լավ մամա մենակ շատ եմ խնդրում սիրուն կհակնես մազերը սիրուն կսարքես սիրուն քիչ քսվի Դեն չքսվես գնաս ոնց որ թատրոն ես գնում ասի լավ Համի մի շապատ կայլը դեմ չգիտեմ ոնց անեմ որ սիրուն անամ Եկավ հասավ ուրբաթորը այն ժամանակներում մենք երկաթի բիգուցիներ ունեինք։ Այդ երկաթի բիգուցիները հավաք քաշել եմ գլխիս ու ասեմ չեմ կարող սա գիշեր տարապա։ Համարյա չքնա վեր կացա կարմիր աչքերովիս անտեները հանեցի սա լավ կանգուրեր։ Բռնեցի մազերս sense բարձր կապի այստեղից կամ պլյուշից սև պանցիկ կապի։ Դե ջահել էի համել են չեք ծիծաղում բայ։ Վերջը բանը այդ օգնությունից որ բերել էին լենական երկաշարժման քույրս մի հատ վիլորից պլուսկա էր նվիրել ինձ որը սենց բացա թևը ու ստեղ ատլասի ծաղիկ է մի հատ ատլասից ինքը սև էր եւ սև ատլասի ծաղիկ ու սենց կողքից թափում էր ասի դա այն ժամանակ դե ժամանակակից էր դա հեմել ոչ մի խոսքով ուրեմն բան արեցի սև էլ յուբկա ունի ասի ես յուբկեն կհակնեմ այս պլուսկեն կհակնեմ Սիրուն մազերս է սենց կապած, թեթև բանկանեմ, բայց այն ժամանակ ես սիրում էի կարմիր պամադա։ Ասի պամադա ասի կգսեմ սիրուն կգնամ։ Հագնվա պրծա առավոտը, այմա տեսնեմ յուբկիս վրա լակա կա։ Սենց արեցի, մակրեցի, ոնց որ մակրվեց, չէր երևում։ Նայեցի, սա կսվել է կարմիր պամադա սեքսի, ասի վրոջի կարգին կնինք, այլ ինչ ա եղել։ Ու հելա գնացի, ոչ տասատում դուս եկավ Երեխեքը սատինիկ մամա տեկելա Այս տասատուն եկավ մոտեցավ ինձ երեխեքը ղռռալով վազեցին սատենիկը առաջին ինձ տեսավ սենց այց Բախ մամա ջան Ասա փուշա Ես սաղ շապատ տանջվեմ սենց հագնվեմ ուսս բաց սիրուն կոսմետիկ արած մազերս կապա ինչ ուզում սա ինձանից Մանդրաժ եմ ընկել եմ չեմ հասկանում այս տասատուն ինձ ծանոթանում է ինչ ա խոսում Ասի хорошо увидимся բան ու եկա տուն ասի որ սա տունա մտել ես սրան տես ինչ օրն եմ գցելու եկավ տուն մտավ ու գոռոցը գցելա մյուս անգամ դու դպրոց չգաս ես սզվում եմ քո հագուստից այդ ինչ շորեր էիր հագել լաքեն յուբկի վրա ոտերը ծուր այդ բանցիկն ընչեր մեջքիդ ուր էր այդ բանցիկը ես տեսել եմ այդ պլուսկեն Մա բերաններ կարմիր կսելա ոնց որ երեխա կերած գելնի մամա էլ դպրոց չկաս ես զզվում եմ Էլ ես չկարողացա ոչինչ խոսել Ես այդ օրվանից հասկացա որ շատ դժբախտ եմ ես Իմ աղջիկները սաղ չեն սիրում իմ բայամի կասին սուտա Լավ չէ դա չի Հա որտե միշտ դիտողություն են անում մամա սիրուն հակի մամա սենց արա մամա սիրուն բան արա Բայց մաման շատ սիրուն է Բայց քանը հասկանում է Հասկանում է Իմ աղջիկն էլ է իմ հետ արդեն տենց բաներ ասում ինձ Սենց հակի այս սենց մի հակի Չէ իմ աղջկան հարցնում է ինչ մոդ է Ազի դու նուրբիկ ես սիրուն ես ես հասկանում եմ որ ես կոպիտ եմ բանը բայց չի կարելի մամայի ներեսով տալ անտատ Վայ Ձերքերս էլ արդեն փոխվել ա դե ժամանակին կոնե ձերքերս էին շատ սիրուն Պատմեք էր ձերքերն է պատմեք Հա Բուրգատիրական ինստիտուտ էի գնացել դե խամ լենականից էր 10-րդ ավարտած sense բանտիկներով բաներով sense սպիտակ վերխով շալվար յուբկայով բանով 10-րդ դասարանի քննություններից հետո եմ դե մերոնք շատ էին դե չէին հասցնում նենց մի հատ բան ես է փախել էի ախր թակուն հարևանից փող էի վերցրել փախել էի շատ եմ պատմել Չես ռոզվին անտա դերևում Հա Ուրեմն էլա եկա ինստիտուտ ոչ ես չգիտեմ ինչ ա կատարվում Եկիր ասել ինձ կանչում են չգիտեմ ուր եմ մտնում ովքեր են ինչ պետք է ասեն բան մտանես տեսա սախ նստած են սենց կրուա ոյ Խորեն Աբրամյան Վարդան Աճեմյան Մետաքսա Սիմոնյան բան այն վայ Սազանդարյանը Տաթևիկ Սազանդարյանը բան Ոչմ Հենց այդտեղ մտա թե չնես լավ զգացի ոնց որ հորս տուն եկած ելնեի ես կաշկանդված էի մինչև այդ եկա բրծ ասես նստա ու սենց արեցի ասեց Բեկել Պենտաքսյան ասեց աղջիկ ջան ինչու ես ձերքերդ այդպես պահել
Ասի մամա սկսե քեզից մենակ ձերքերը տեսիրուն, ես եք ուզեմ տեսնի։ Ուտպես ձերքերս էի ցույց տալիս, որտեվ իսկապես ասում են մենակ ձերքի դասին։ Ասում այ կնին դե չբերեիր ինձ այդքան խոշոր։ Մի անգամ էլ եմ ասել, լավ ժողովրդի զալը չտանեմ, լսել են արդեն։ Լավ, մի քիչ Լուիզային էր խոսքը։ Այդ եմ Լուիզան դու խոսա, որտեվ ինքան բանուն եմ պատմելու, դու հեմի շուտ ասա։ Ես ուզում եմ մի բան պատմեմ, բայց ոչ թե իմ մասնագիտականից, այլ ամուսնուս լուսահոգի Գյորգի Կիմիչի, դե բոլորը գիտեն, որ շատ լավ բժիշկ, հայտնի բժիշկ ու շատ հիվանդներ ուներ, ուրեմն մի անգամ էլի շատ վաղուց բան եմ պատմում, ես դեռ հայտնի չէի, նոր էի սկսել թատրոնում աշխատել ու շատ էի սիրում ջուր մանչուկ գնայի, սպիտակ խալաթ հագնեի ու Գոգայի ընդունելությանը ինքը ասում էր պրիոմ։ Առավոտը 9-ից մինչև ժամը 3-ը ընդունում էր հիվանդներին, ովքեր պալատում էին, ովքեր ստացիոնար բուժման էին ու մի ժամ հանգստանում էր 4-ից մինչև 9-10-ը արդեն կոնկրետ չբերություն ունեցող զույգերին էր ընդունում, հերթ, միշտ հերթ միջանցքներում։ Շատ էին ասում։ Շատ, ինքը իսկապես շատ լավն էր։ Ու ասում էր, ես այդքան լավ բժիշկ չեմ, ես լավ մարդ եմ, ես հասկանում եմ կանանց։ Վերջը, դեն սպիտակ խալաթը հագնում էի, իբր ես ուսանողուհի եմ բժշկականի ու այնքան բան էի սովորում, այնքան բան էի լսում։ Նախ լիքը հոգեբանական նրբություններ էի այդ ժամանակ արդեն հասկանում, որոնք հետո ինձ պետք եղան։ Կին, մայրացող կին, որ չի ստացվում հղիանալ, կեսուրների հետ էին գալիս, կեսուրները նստում էին, ինչի հա, տենց ու շատ ցենց կերպարներ էի իմ համար այդ ժամանակ արդեն ֆիքսում ու նաև ահագին բան իմանում էի, սովորում էի։ Վերջը մի անգամ ուրեմն տենց մտածում են, ես էլ դե որ հայտնի չէի, մտածում են կլինարդինատոր եմ, սպիտակ խալաթով այսպես նստած լսում էի ուշադիր։ Ժամերով, օրերով շատ էի սիրում։ Այդ ժամանակ ահագին երջանիկ էի, ժամանակ շատ ունեի։ Վերջը։ Արդեն ամուսնացած էի։ Չէ, դեռ ամուսնացած չենք, ընկերներ ենք։ Մեկ էլ ու միշտ հերթ գալիս էին, գնում էին, միջանցքում կռիվ էին անում, իմ հերթն է, չէ, իմ հերթն է։ Ունդեղ միշտ մեկը պետքա վերահսկեր, որ մեկը մտներ, հետո ասեր սպասեք, դուք հիմա գնացեք անալիզներ հանձնեք, ով որ հանձնում էր արդեն գալիս էր, այն մեկը արդեն ասում էր ես շուտ եմ հանձնել, դեռ շատ նյուանսներ կան, որ եթերային չի, ժամանակ կար, որ պետքա կոնկրետ այդ ժամանակի մեջ հասցներ այդ անալիզը նայել, խոսքով սենց մի հատ շատ հետաքրքիր ու գունեղ վիճակ։ Վերջը, մեկ էլ բուժքույր եկավ, ասեց Գյորգի Կիմիչ, այնքան լավ եմ հիշում անունը, ասեց Ստելան արդեն մի ժամա կրեսլոյի վրա սպասում է, էլի, գնացեք, ինքը ուներ ընդունարան կաբինետ ու կողքը այդ ասում են պրոցեդուրն է, այդ որտեղ որ արդեն կանայք այդ համապատասխան կրեսլոյի վրա անցնում էին բուժման։ Վերջը մեկ էլ ասեց Ստելան արդեն մի ժամա սպասում է, էլի, ինչ կլինի, եկեք, էլի աղջիկը արդեն անհարմար է, այդքան սպասում է, վայ Գոգան ասեց, աղջի ասեց, շուտ ասեիր բան, ինչպես միշտ բժիշկները միշտ մի թեթև մունատ են, չէ՞ գալիս, բայց շատ սիրելով էլի, աղջի ասեց, դե շուտ ասեիր, էլի, աղջիկ այդքան սպասում է, բան, վերջը գնաց այդ Ստելային, որ ընդունի, Գոգայի դուրս գալն ու մի հատ ուրիշ զույգի մտնելը մեկ եղավ։ Սրանք որ մտան իրանց թվաց ես բժիշկ եմ, տվեցին անալիզները, ջուլ ասեցին, բժշկուհի ջան, մի հատ կասես ինչա։ Մտալ դրիվ դերիս մեջ։ Այն Միսթեր Բինի վարսավիրանոցի սերիալը։ Ասեցի 10 օր մետրանիդազոլ կխմեք, 4-րդ օրվանից հետո կխմեք ձյուֆաստո, որ մի վարկյան մտածեի չէի անի, հիմա հաստատ տենց բան չեմ անի։ Բայց ճիշտ բուժում ես նշանակ է։ Չգիտեմ, չէ, ուղղակի Սոսիկի այնքան միջին։ չէ, հետո եմ ասել։ Այնքան էի լսում, որ ինքը դեղորայքների անուններ էր տալիս, օրերը, ասենք 3 շաբթի, 5 շաբթի կխմես սա, հետո այս ինչ օրը, ֆիզիոլոգիական օրեր կային, բաներ կան, այտենց ինչ հիշեցի, ասեցի շատ լուրջ։ Ես իրանք էլ ասեցին, շնորհակալություն բժշկուհի ջան, ապրեք, շնորհակալություն բժշկուհի ջան, ասեցի 10 օր կխմեք, 10 օր հետո կգաք։ Լավ։ Վել չեկան։ Հետո Թունավորվել։ ջուր։ Այդ մարդկանց ճանապարհեցի։ Գնացին, հետո Գոգան եկավ նորից սկսեց ընդունել, բան եկավ։ Բայց ասիր կոնե ինչ ես արել։ Օրը վերջացավ արդեն, մեկ էլ սենց հարեց, ասեց
Արուսիկ էր այդ աղջկա անունը, ասեց, բայց ես Արուսիկից չէր, ասեց։ Ձվազատման օրներ, նա պետքա գար Արուսիկը։ Ասեցի, եկավ Արուսիկը, եկավ։ Ասեց, աղջի ոնց դե եկավ։ Ասի եկավ էլ գնացել, ճանապարհել եմ։ Ասեց ոնց։ Ասի գուգա։ Նենց մի տեսակ ինձ վստահաբար ասեցին այդ ամեն ինչը, էլի։ Աղջուրից ինչ ես խոսում։ Ու երևի կյանքում 3-4 անգամ հայոյել, մեկ է ժամ։ Բայց դրանցից հետո դու լուրը առար։ Ես իրան որ ասեցի, ինքը զանգեց։ Վստահ էի, որ Զանգեց, ասեց Արուսիկ ջան։ Մոռացի դու Բոստոնը։ Սաղես, Արուսիկ ջան սաղես։ Ասեց Արուսիկ ջան, վաղը եկեք ինձ մոտ։ Ոչ ինձ գցեց։ Ոչ դե հաշվետվություն չտվեց, ինչ ոնց ուղակի ասեց եկեք ինձ մոտ, բայց մետրոնիդազոլը ճիշտ է նշանակել։ Դե լավ ես Իսկ մյուսները որ եկան, էլի ընդեղ նստած Չէ, ես ամաչում էի։ Ես արդեն շատ վատ կզգայի էլի, որտես արդեն կլիներ խաղ, արդեն կլիներ իրան ձեռ առնել։ Հա, իհարկե։ Այդ իսկ այդ ժամանակ որտենց ինձ լուրջ բան բշկուի ջան ասեցի դե ասեք։ Մագուտա երազակն է, իրականացրել։ Եկել գիտեք ինչ գոգան որ չխայնացավ ին վրա սենց արեց։ Լավ կլինի գամ շորերը թաքնեմ Ջուլիետիդ ասեմ, «Օ Ռոմեո, ինչու ես Ռոմեո, ուրացիր հորդ, ժխտիր անունդ»։ Հա, լավ կլինի աղջի։ Հիմա ես հլը տես էլի, խեղճ մարդու քիթս մցրել եմ իրա գործի մեջ հերիք չի, բայց որ ինձ ձեռ առավ, Դեր ես խաղացել դու, բայց նեղացա։ Փաստորեն բժշկու դեր ես խաղացել էլի։ Հետո նեղվեցի բան, բայց իրա մոտել 5 րոպեից ավել չէր տևում, տենց բարի շեցի։ Ում էլի իմանամ Արուսիկ երեխա ունեցավ։ Հա, Դե լավ։ Լավ ապրեցի։ Գյորգի Կիմիչի հումորի մասին մտերիմները ավելի շատ գիտեն, հանդիսատես երևի թե ավելի լուրջ հարցազրույցներ է լսել, բայց այսօր արի բաց ենք, հա այդ Այ մանչուկ ջան, ախր դրանք եթերի պատմենք։ Ինչ է։ Այն ինչ հնարավոր Ոյ, է գիտես ինչքան ծիծաղալու բաներ կային, բայց ոնց պատմեմ։ Ինչը որ պատմելու է, ոնց Դու արի ականջիս ասա ես համարձակ պատմեմ։ Դե իր արտակինն են չի էլի, որ ինքը ինչ-որ վատ բաներ պատմի։ Չի սազում իրան։ Ես կարելի է մի անշնորհ բան պատմեմ։ Չէ, ամեն ինչ կարելի է։ Կան Ստեփանակերտի բաների մասին, շարժման մասին։ Հա, չպատմեմ։ Պատմենք։ Շարժման մասին, էլի որ շարժումը սկսվել էր։ Արցախյան շարժումը։ Հա? Արցախյան այն առաջի շարժումը, որ սկսվել էր։ Այդ շարժման այդ նոր առաջի շարժումներ 88-ն էր, հա։ 88-ին Երևանում։ Ուրեմն բանում հրապարակում որ սա կանգնում էին Լենին, Պարտիա Գորբաչով, Գորձադուլ, Սաղստին դեղ էին բան։ Հիմա մի հատ էլ միրա կար խանում, լսած կաս։ Ադե դու Ղարաբաղից ինչ գիտես որ։ Բանը մի հատ խանում կար, խանում, որը դու Երևանցի ես։ Ոչ։ Չէ, խանումի անունը լսած կաս։ Խանումի անունը հա։ Ով է ինքը դե ասա։ Աշոտ։ Օգնեցանակաչու։ Լսած կար։ Ղարաբաղից է, Ապրես խանում, Էլմիրա էր անունը։ Այս Էլմիրան Հավապուձյանի դիրեկտորն էր։ Ահա որ սիրուն գեղեցիկ կին էր, բայց ոչ լավ։ Ուրեմն գնում է գործադուլ, սաղս ասեն թևերներից գործադուլ են կոնչում, սասից կանգնել եմ։ Ասում եք Էլմիրա մատաղան, դու խի ասում չես գործադուլ։ Ու աղջի, ինչ ասիմ, հավի կաբի մասիմ զուացիս վեճ։ Հավապուձյանի դիրեկտոր։ Կներեք իհարկե, բայց ամեն ինչ պիտի պատմվինես ոնց որ կա, թե չէ անհամամ։ Ոչ։ Կրճատեք։ Լավն է շատ։ Մի անգամ գնացել ենք Միսիսիպի ենք տարի, դենտեղ սա գժեր են էլի պալատա, որտեղ գժեր են սա։ Տարել են հադրուտի վերի զոնա, շատ հեռու խուլ գյուղ, չեմ էլ հիշում անունը։ Բրա գնացել հասել ենք ընդեղ։ Ասում ենք ստեղ ոնց խաղանք ես ներկայացում, ինչ հետ բեր ես ստեղ։ Ամր խաղակ էլի ինչ ա եղել, վեշին պեն, էսա ժողովուրդը կովերը կթին պենյանին կիկյան լի։ Արա նստել ենք մինչև կիկյան 11-ն ա եղել գիշերը, հələ կյամ չեն։ Ինչի եկալ չի։ Վաղ եկալ չեն։ Սպասենք մեկ ասի սկսում ենք։ Պարդեն բացեք, պարդեն բարակույնն է։ Պարդեն պեցիրեք։ Այսինքն մշակույթի տուն կար։ Մշակույթի կլուբը։
Կլուբ, եսի ինչ կլուբ։ Դրա մշակույթի տունն Հա, է։ ոչ շատ հին բաներ։ Այդտենց, բայց դա մի հրաշք գործ է։ Մի խաղում ենք, բան, պարտեն բացին խաղում, մենք այնտեղ ֆուտբոլ են նայում, սեմիշկա են չրտում, իրար հետ զրույց են անում։ Մի հատ ծեր մարդ սենց բանը դրած, այս իրա փայտը սենց դրած, սենց ու շատ նայում է։ Միակ հանդիսատեսն է։ Մեզ ու շատ լսում է արանքում շուրակայ, օրոսնեն չգուզում։ Ասուսրը տեսակ ինչ դուզում։ Ասում ապրեսնում նորից մեզ ու շատ նայում, բայց մենք լսում ենք։ Ահագին գնաց, вообще ոչ մեկը չի լսում։ Շան տեղել չեն դնում, բեմ հաճածում մարդիկ կան։ Վեժները չի, բայց այս մարդը շատ դուրս լսում է։ Մեկ էլ մի քիչ հետո մեր զամդիրեկտորը եկավ, ասեց. Մեզ ասում, ադել սուսրեք մի պատար։ Ստոպ։ Երկացումը կանգնավ։ Չեմ հավատում։ Օրս ամանչում չկա։ Ատալի ջոնա։ Խնդրում եմ, էլի, մի րոպե։ Դուք բեմի վրա Մենք եք։ բեմի վրա խաղում ենք, տակացած, ասում ենք դե հիմա այս մարդու համարելա գոնե խաղանք։ Այս մարդու շատ լսում է։ Ու տես դերի մեջ ստոպ։ Դերի մեջ խաղում ենք, մի եկավ ասեց, ստոպ, սուսրեք։ Ամանչում չեք։ Անասուդակ։ Რა ոչ խարա ոչ խարա խորտը դնում են դեմը ուտումը թատրոնա եկալ է ամենալավ տվողները եկա Ամենալավ տվողներն են եկա։ ամենալավ տվողները եկա եշիկլի Ох, ինչ լավն է։ Ուսուր եկավ ասма դե շարունակ Արա իմ ծիծաղսել է գալիս հազարանքը Ու շարունակեցի։ Ջուլի Ոնց ջան։ եք Դուք անասուն չեք։ անասուն է կարա ոչ խարա ոչ խարա խոդը դեմ են տալիս օտոմա ա դեմ են տվել եշիկլի ամենալավ տվողները եկավ են եշիկ ինձ սուր եկավ ասեց շարունակենք կադրը ասեց կանգնած ու շարունակեցինք խաղացինք բրծանք Ոյ շատ լավն է։ Արա այս մարգուն կատաղելա մի փրփրելա այդ մի ժողովրդական դերասանին բան այս սուրից բերել ես սենց չեմ կարող ես քեզ հանել կտամ այս կոմիկոմ կատաղում հա փարդին փագել են էլի արդեն մեկ էլ սենց լսում ենք որ դեռ մի մարդ չգիտեմ ինչա բարձր խոսում ասում կոլխոզի նախագահան եկավ երևի ուզում շնորհակալություն հայտնի փարդին պեցեք մենք սա գաստացանք կաննակ որ գլուխ տանք էլի այսինքն կոլխոզի նախագահան եկավ հասավ բեմ հելավ ասեց բարև ձեզ ասի բարև ձեզ ասում այս ժողովուրդ քանի որ արիթ հաստեղծval Վերստեփանակ արայլի իրումա քանի որ արիթ հաստեղծval Ստեփանակերտի թատրոնի դերասանները եկալան ստիպեն են ցույց տալ ինչ ասեմ հավաքվալ եք դուք էլ այս արիթով հավաքվալ եք ուրեմն եկյուց արաբոտ ժամը 9-ին լոխ հավերին բերեք սրսման դե փարդեն փագիկ Այդ փարդեն փագիկ արա փարդեն փագիկ Սաղս խելագարված հիստերիկայի մեջ ես էլ ջայել էի նոր էի ես Հայաստանից էի բան ներվ է խնդալ ուշքս գնում եմ ես մարգուն ասում սաստ կտրի ասում ինչի կտրեմ բլաբան ասից փագիկ ուրեմն գնացել ենք Ամերիկա ընդերից թռել ենք Կանադա ինչ աղջի ինչ է Շատ լավ եք պատմում Անընդհատ կարելի է քեզ լսել։ Ei balas, tens ochini mena cancerins. Luis Mijan da tuishi. Ուրեմն գնացել ենք բանը, հասել ենք Կանադա, բանը Մոնտրեալում, միակուլ պապի խաղանք, դες տղամարդ էի խաղում։ Իա, օլիգարխ տղամարդ եմ խաղացել ես։ Երկրորդ միակուլ պայում, բա ես օլիգարխ բանի դերն էի խաղում, Պոնչի դերն էի խաղում։ Ասեցի ես Արտուր, ես բավականին լավ կին եմ, դու ինչ ես ես տղամարդ տեսնում։ Ասեց Ջուլիան, դու մենակ կարաս խաղաս, ասեցի ասեց ուզում եմ այդ կերպարը նենց ելնի, որ օլիգարխի մեջ նստած է կինը։ Ասա քեզ բան ես ո՞նց խաղամ, ախորս իշի ռաբիս բաներով, ու սկսեցի տենց ու տամարտու մազերը ասեց լապստած հետ, տամարտու կոստյումով, այն որ տղեկը ասեց բաներ են անում, ես ինչ բաներ անելով, ես շատ գիտեմ Ախորս հիշեցի ինքը տես բաներ ուներ էլի։ Իրան հիշելով տես փորձեցի ասին հետա որ կա ոչով խաղացի։ Իհարկե մարդ չես ճանաչում։ Ես վերջում դեկոլտա հակած դուս էի գալիս ասում են դու ինչ ես դուս եկել։ Ես հիշում եմ գժություն։ Նայել ես։ Հա վերջում գիտես կանի օքի եկել էին ասում են Ջուլիա ջան դու չէի խաղում ինչ ես գլուխ տալիս բայց դե այդքան չհասկանաս սուտ է էլի։ Մի խոսքով խաղում ենք գնացել ենք Մոնտրեալ այդ ներկայացումը խաղալու
Արահո չեմ հիվանդացել, ահա որ ձենս խզվել է, գրիպ, մրսել եմ, այդ անտակ ճանապարհների վրա ենք, բան, ու քունս հո չի տանում ներկայացումից առաջ, թե ոնց եմ խաղացել, չեմ հիշում, ասում եմ, բայց չէ, բայց գլուխ տալու վաղտը, որ պիտի գլուխ տանք, ասին Ջուլիա վեր կաց, գլուխ ենք տալիս, արա չեմ հիշում այդ ոնց եմ վեր կացել, սենց, սենց գնացել եմ, ու հետ է մեկ էլ, եմ ես բանը, Արտուրը, Հրանտը քանդվել են, ասում Ջուլիա, էդ ինչ էիր անում, ասում մեկ սաղս հետ են գնացի, դու լը կանգնած ջպտում էի, էդ տղամարդու կոշիկներն չէիր հակել, դեկուլ շորս հագցրել են ինձ, բայց ոտերս որ հանած ա եղել, չգիտեմ ում կոշիկներ եղել, հագել գնացել եմ, ասում է տղամարդու կոշիկներով ինչ չի եկար, ասի ես չեմ հիշում, էդ ով ա ինձ տարել գլուխ տալու, ուշում մի խայտարակ, լավ չխնդացիք, բայց դա շատ ծիծաղելու բան էր, բատ պատմեցի պրոստը, Ես մի հատ Բայց միակ կուլպայից էլի հիշեք, էլի իմ համար նենց շոկ ա, որ դուք խաղացել դե եք։ միակ կուլպայի, Քանի Լուիզը հիշել եմ, դուք հիշեք։ չէ, պատմիդիս ճանատեն համահանում եմ զգում եմ։ Չէ, ընդհանուր։ Ուրեմն շատ լավ դերասան Վլադիմիր Մսերյանը։ Հա։ Շատ լավ դերասան։ Այո։ Պագանինիի հայտնի դերակատարը։ Ուրեմն խաղում ենք Ռոմեո Ջուլիետ, Վլադիմիր Իվանիչը խաղում է հայր Լավրենցոս, ով կնքում է Ռոմեոին ու Ջուլիետին։ Ուրեմն բանը Իվանիչը վերջի տարիներին մի քիչ տարիքից ելնելով երբեմն բառերը մոռանում էր, տեքստերը մոռանում էր։ Լսի ուրեմն ու որ մոռանում էր ինքը, սկսում էր ջղայնանալ պարտնյորի վրա։ Գիտես Ջուլո, նենց ու սենց բաներ էր անում, որ չկա տենց բան։ Բայց ով որ նայում էր, մտածում էր, ես ինչ ա մի հատ էլի, որտեվ դա էլ էր ինքը շատ օրգանական ու բնական անում։ Ուրեմն խաղում ենք Ռոմեո Ջուլիետ, պետք է ասի առ այս սրվակը։ Շունչ ու ջերմություն չեն հայտնի, որ դու տակավին ողջ ես։ Այդ մեռելային անիրականության մեջ կմնաս ուղիղ ու ըստ Շեքսպիրի պիտի ասի 42 ժամ, որովհետև Շեքսպիրը հաշվարկել է այդ 42 ժամվա մեջ Կապուլետներն ինչ են անում, Մոնտեգյուներն ինչ են անում, Տիբալտն է մեռնում, էսեն 42 ժամ։ Մոռանում էր արդեն վերջի ժամանակներս, ասեց ու ես էլ սենց բան եմ, չոքած եմ, ծնկած եմ, արդեն պիտի վերջնականապես գնամ, ինձ սպանեմ, բան, տենց կտոր է, էլի, ու կանգնացնում է հայր Լավրենցոսը, էլի Ռոմեո Ջուլիետին, այդ քայլից ասում եմ, կանգնիր դուստրիմ։ Մի խոսքով ինչ որ մանալոգ է ասում, հետո տենց ես ծնկած իրա մոտ, պրոֆիլ հանդիսատեսին, սրվակը վերցրեց, սկսեց, ասեց, առ այս սրվակը, շունչ ու ջերմություն չեն հայտնի, որ դու տակավին ողջ ես։ Այդ մեռելային անիրականության մեջ կմնաս ուղիղ մոռացել եմ։ Մոռացել եմ։ Ուղի վրա մնացել։ Դուզ մեյիշի։ Ասում ու չեմ կարող ասեմ 42։ Կմնաս ուղիղ համ տխրել է, համ նեղվում արդեն, համ պանիկա է, համ ինչ խառնված է իրար, պաուզան գնաց, պահեց, սենց արեց։ 168 ժամ։ Ինչի արվածն ու հիմա ծիծողս գալիս է, սենց եմ անում, որ հանդիսատեսին թվա իբր լացում եմ, էլի իբր հուզվել եմ, ուշքս գնացել է, չէի կարողանում հավաքել ինձ։ Լավ կտուր ա եղել։ Հետո 2 ժամ ներկայացման փոխարեն խաղացիք 6 ժամ նոր տարբերակը։ Վերջին 168 ժամ։ Ես չեմ խաղացել այդ ներկայացման ժամանակ, Համլետ ա խաղացել, մոռանում էր, ուրեմն Համլետ Հորացիո կտորներ, Հորացիոյին ասում էր Համլետ։ Հետո Հորացիոյի դեմքից որ հասկանում էր, որ սխալ ասել սենց էր անում։ Այս շատ նավուր է։ Համլետ։ Ուղում այլ։ Հանդիսատեսից ինչ կհիշեք։
Մի անգամ ուրեմն լեննական ենք եկի խաղում ենք ծառերը կանգնած են մանում։ Հիմա էլ ես չէ խաղում։ Այն ժամանակ խաղում էի սիրահար զույգը աղջիկ տղա, ու այդ ժամանակ ես երազում էի որ տատիկ պիտի խաղամ մեծանամ ու հիմա խաղում եմ։ Դեպ ես միշտ երազել եմ Ջուլիայիս հետ խաղամ։ Հիմա խաղում եմ։ Ահ, ինչպես։ Ուրեմն գնացել ենք լեննական հյուրախաղերի այդ ծառերով ներկայացումից հետո մեկ էլ լսում եմ որ միջանցքում ասում եմ, որ այն լեննականցի աղջիկը, որ խաղում է այս ներկա, այս թատրոնով էլի, Ստեփանակերտի թատրոնով, ով է այդ աղջիկը, մի հատ ցույց տվեք, բերեցին Կրիմանոց, տեսնեմ Ֆրուզիկ Մղրչյանն է։ Վայ, սենց քարացել եմ, մնացել եմ, ասաց աղջիկ ջան, գիտես դու մեզ նման, ասում եմ, ում։ Ինձ։ Ասի ոնց թե ձեզ։ Հիաստափված, ասես դու իմ քույրը պիտի լինեիր, եթե մայրս ծներ, դու կլինեիր իմ քույրը։ Ինչ է գոս։ Վայ, ասեցի, ես այդքան գեշ եմ։ Ասեց, աղջիկ ջան, փոխանակը բարդանաս, ինձ ասում ես գեշ։ Չէ, ես այդ տարին այդ երիտասարդ էի, ես այդքան բան, հա, սիրում էի իրան շատ։ Բայց որ իրան նմանացրես, դուրս չեկա։ Հայ, Անկախ ըզնից, էլի բայց ինքը շատ իրականում շատ խորքային ու շատ սիրում բան ասել։ սիրուն Երանչիրը բան մի ասել։ կենթանի լիներ հիմա ասեր, ես դրանով կպարտանայի։ Այն ժամանակ ես գիտեմ, որ ինքը շատ լավ դերասան է, արտակարգ է, բայց ջահել է, էլի վիրավորվեցի։ Հետո։ Ես հələ չէի զգում իր գեղեցկությունը, էլի։ Այո։ Ասխի ես այդքան գեշ։ Էր առիթ ունեցաք շփվել։ Չէ, էլ չեմ տեսել։ Ահ, ինչ ափսոս։ Ես երևա, այս Արուսիկս 3-4 տարեկան էր։ Արուսիկը փոքրն է։ Փոքրն է։ Հա։ Ուրեմն սարկվում եմ հայլու դեմը ու երգում եմ ինձ համար բան, երեխեն այնտեղ տելևիզորան նայում, եկել եկավ, մամա, հլարի մատստեղ, տես ինչ գեշ հետ եմ տարի առաջ բերեմ։ Ինչ է եղել։ Ես մայքին ճղի էլի, ոտը տանակ չկա։ Միացած ճղի խնդրեմ եմ, հա։ Լուրջ ես ասում։ Հա, Չէ։ բա ինչ եմ անում, Չէ, բա։ կյանքը սիչացիոն երկև ուղակի։ Չի իշտում, Չէ, կդրի, չէ։ կդրի։ Ոնց է կտրում։ Վայ, իմանա չի Կարվում է եւ մնալու է։ Պրո միշտ հիշի, որ իմ մայքես ես կդրի։ Բայց կտորը պահեցիր մոտ։ Չէ, հա ճղեց մեջ տեղից, վայ։ Պրարեղ։ Ողենում եմ, անենց սև, անենց գեշա, ոնց որ կապիկ լինի։ Ման, բայց անենց քեզ նման ա։ Այս սենց են արել միշտ ինձ։ Կամ էլ ասում, մամա, դու աշխարհի ամենասիրուն մաման ես, բայց խնդրում եմ, էլ մանկապարտեզ մի արի։ Ասեմ ինչի։ Երեխեք ասում են, պապատ սիրուն մամատ գեշա։ Ոյ։ Այդ դու զգում եք ես ինչ եմ ապրել։ Հա, բայց բանը։ Ջուլ, բայց դու միշտ տղամարդկանց կողմից ուշադրության ես, չէ՞ արժանացել։ Աբսոլյուտն։ Ոնց չէ։ Ինձ կամ շատ են սիրել, քիչ են եղել։ Կամ շատ են սիրել, կամ չէ։ Հա, Հա։ կամ չէ։ Կամ չեն չգիտեմ։ Չեն չգիտեմ, բայց Նշանը կենտրոնը սիրողը շատ է սիրել, Այ Ջուլ, էսենց։ դե դու աննկարագրելի խարիզմա ունես, Հա, այ որ։ Ջուլ, հա իհարկե։ Աղջ ես ինձ չեմ ճանաչում, ազնիվ խոսք, որ ինձ ասում են, հələ ասեք էլի իմ մասին, այնքան եմ ուզում լսեմ, չեմ կարող Հա, դու լսել։ շատ խարիզմատիկ ես։ Հետո Կանացի ես։ Կանացի ես, շատ կանացի Но ես։ меня внутренне это։ Հիշում եք որ ձեզ տարել էի Այո, քո երիտասարդ ներքին է կանացի։ հաղորդմանս նկարեցինք։ Հա։ Ինչ օպերացիա։ Աչքերը չարի։ Ով ասեց, իմ աչքերը միշտ էսենց ա եղել։ Հանի YouTube-ը։ Ջուլիայից հետ կապված մի բան էլ ես պատմեմ, Կատակ որ եմ անում, ես չեմ թաքցնում ոչ մի բան։ Չէ, դե YouTube-ում կա փաստերով եք խոսում։ Ես ունեմ 7 թոր, 2 ծոր։ Չէ։ Ծորատեր սարքեցին ինձ։ Չէ։ Այո։ Ինչի երիտասարդ եմ եղել։ Շատ։ Ասեք։ հա, հա։ Ամեն ինչ անեմ որ շուտ են ամուսնացել ինձ մի։ Շուտ ամուսնացան թորս։ Մի թորս շուտ ամուսնացավ։ Զանգել եմ որ արդեն Լենինգրադ այլի որ ունեցավ երեխեն զանգեցի ասի как тебе не стыдно слушай դե չնայած ինքը ռուսերեն չգիտի լեերեն է խոսում բայց արդեն սկսել է խոսել ասից Լաչեգո ասեցի դու չամաչեցիր ինձ ծորնիկ բերեցիր ես իմ բոլորը պետք է ասեմ պրաբաբչա տատիկ գոնե շնորհավորի
ասեմ շնորհավորում եմ, բալես, էլ մյուս անգամ չասես ես էլի եմ բերելու։ Ու երկրորդն եմ բերեց։ Երկու ծոր ունեմ։ Քանի տարեկան են Ես ծորները։ ծորները չէ, մեկը 3 տարեկան է, մեկն 3-4 ամսական։ Աչքդ լույս։ Ջուլիաները, Ջուլիակա, մեջները։ Ուզում էին Ջուլիա դնեին, բայց քանի որ տղայի կողմը ուզեց ուրիշ, դե բնականաբար։ Բայց ես չեմ սիրում, որ իմ անուն տնեն, ինձ ինչ ա եղել, որ իմ անուն տնեն, որ մեռնելու ես չեմ մեռնի, բայց որ մեռա, թող դնեն։ Կոնքս։ Հիմա կամ ինչ դնեն, ես չեմ ուզում։ Մի խաչու։ Էլի պատմեք պատմություններ, ուզում ամերջ լսեմ։ Այնքան բան կա պատմելու։ Արա սպարգակա է բերել, ուր է։ Կմեռնեմ։ Հա։ Հա, որ հիշեի։ Ուր է։ Պայուսակդ բերեք։ Ես հիշում եմ մինչև 70-ս լրանալը միշտ նամակ եմ գրել Չելենտանոյին։ Ես չեմ իմացել։ Խելագարի պես սիրահարված եմ եղել։ Եղելը որն է, հա, էլի արդեն ծերա, ես ծերերին չեմ սիրում։ Բայց սաղ կյանքը սիրահարված եմ եղել Չելենտանոյին։ Ու նամակ է գրել։ Եվ նամակ էի գրում Իտալիա Չելենտանոյին։ Ու իմ հասցես հետադարձը չէի գրում, որ հետ չգա էլի։ Որ գնում է թող գնա իմանամ, որ հասել է Իրան։ Բայց այտենց քանի անգամ ջուր։ Ես շատ հաճախ էի գրում ջայլ ժամանակս։ Ինչ էի Գցում էի գրում։ Աստված գիտի ով էր ստանում կամ փոստից անում են ասում են խելագարայի աղջիկը։ Կյանք ինչ էր գրում ջուր։ Բա այնքան բաներ եմ ես չեմ կարա գրեմ, բայց այն ժամանակ շատ սիրո բաներ էի գրում։ Ասում էի ես ուզում եմ ամուսնանամ քեզ հետ, ու ես էլ դառնամ երգչուհի, քեզ հետ երգեմ։ Արդեն ամուսնացած էի։ Հա, միշտ էլ ամուսնացած եմ եղել։ Հա, միշտ էլ ամուսնացած եմ։ Միշտ էլ ամուսնացած վաղց եմ գրել։ Ես չէի թաքցնում, բոլորը գիտեի, որ ես սիրահարված եմ Չելենտանոյին։ Էլի արի չէ։ Արա, էլի այրևում, այ բացի ճղին է։ Ես չոների սա բայց, ես ահագին է ճղին։ Ուրեմն մենք ուր որ գնում ենք, էլի իմ ամուսնու հետ է կապված, ինքը միշտ մի 2-3 ժամ շուտ պիտի գնար ուր որ գնում ենք аэропորտ, էլի։ Մենք միշտ առաջինն ենք ռեգիստրացիան սկսել։ Ամեն տեղ, դեռ ոչ ոք չէր գալիս, մենք արդեն այնտեղ կանգնած ենք միշտ։ Իսկ ես լրիվ հակառակը, բայց հիմա արդեն ես էլ եմ այդպես դառել։ Ուրեմն գնացել ենք բան Իսպանիա, Իսպանիայում հանգստացել ենք մի 10-12 օր, լրիվ անջատված վիճակ, այս ակտիվ նյարդային վիճակներից լրիվ ուրիշ մի հատ իրականություն, ու ոնց որ ուղեղներս էլ է, էլի անջատվել, չէ։ Հիմա ուրեմն գալիս ենք, եկել ենք, ուր էինք գապ։ Հա, խոսքով կապ չունի։ Մենք մոտ մի ժամ ու կես ուրեմն ճանապարհ ենք եկել ավտոյով, մինչև այդ օդանավակայան։ Օդանավակայանում մենք արդեն հենց ռեգիստրացիան սկսվեց, մենք առաջինը անցանք, մենք որ առաջինը անցանք, երեխան փոքր էր, ասեցի մի հատ երեխուն տանեմ տուալետ ու գանք, ասեց, դավայ ասեց, վերջը մտանք երեխու հետ, տենց գնացինք, եկանք մի 10 րոպե, հը, ամենաշատը պիտի անցնի, դուրս եկանք ու ասեց, աղջի ասեց, ուր էիր, երեխու հետ տուալետ էինք, ես ինչ եմ սենց հանգիստ Ազատ Գոգայի մասին պատմում, որտեղ բոլորը գիտեն իր կրթությունը, զսպվածությունը, այս դուք պատկերացրեք ինքը ինչքան ջղայնացած է եղել, որ ասի, աղջի ուր էիր, ուշացանք, աղջի, ուշացանք, բան, ոնց ուշացանք, բան, ու գիտես ոնց է, որ արդեն ինքը նենց հավատում է, որ ուշացանք, ու նենց իսկա կարա ջղայնացել, ու նենց խառնված է, որ մի վարկյան չեմ ասում, հենց մի րոպե, ժամը քանիսն է ախր մենք, ոնց ուշացանք, վերջը սենց ու գնում ենք, ուշացանք ասում է, ժամը ասում է պրծի աղջի, թռավ սամալոտը, ուշացանք, հիմա ուրեմն վազում ենք, մեր գեյթն էլ, օդանավակայանի ամենածայրում, հո չենք վազում, այս երեխես փոքր երեխա է, ասում եմ, գաբի բռնի, մի հատ շարֆիկ ունեի, սենց գցում է այդ շարֆիկը վրաս, տենց նստում էի ամենտեղ, այս շարֆիկը սենց գցել եմ վզովը սենց, երեխուն ասում եմ բռնի երկու ձեռով,
վնգալ են հետևիցս արի, որովհետև մի ճամպրուկ իմ ձեռքն է, երկու ճամպրուկ գոգայի ձեռքն է, երեխուն չեմ կարա բռնեմ, ասում եմ վազի հետևիցս։ Այս երեխես վազում է, ընկնում է ճամպին։ Ես տենց բարձրացնում եմ իրան, գոգան ասում է, պրծիաչի, պրծի ուշացա։ Վերջս ես գնում, մի 2-3 րոպե մի հատ քաոս, մի հատ աննորմալություն։ Գնում հասնում ենք այդտեղ, չկա։ Գնացինք այնտեղ, մենք գիտենք իրոք ժամը 1-ն է, ու չկա։ Ոչ մեկ չկա, գնացել եմ դեպի։ Հեռախոսը վերցրել եմ, սենց եմ անում, դեղդ իրաց ներքին հեռախոսները որ կար, սենց եմ անում։ Hello, hello, դու ես զանգում, ասում եմ, սպասի զանգեմ, ես ինչ անին մեր ծանոթների, որի ինչ, ասում եմ, ինքը կարող է կապեր ունենա, Aeroflot-ի հետ, չգիտեմ, ասենք, ինչ ես ջղայնանում, ասում եմ վրետ, բա ինչ աչի, ուր ես իրա զանգում, hello, բա, վերջը, ընդեղ էլ երկու հոգեկին, սենց նստած են, շատ սիրուն, շատ լավ, տենց խնամված արտաքինով, ժուրնալ են կարդում, մեկ էլ անվճար կրկես եկավ, էլի իրանց մոտ, ասենց նայումն ես, լսի, հետաքրքիր է ինչ տեղի ունենում, ինչ-որ մի հատ տղամարդ, ինչ-որ մի հատ կնոջ հետ գոռում է, երեխես լացում է արդեն, ինքը սովոր չի, որ տենց ջղայնանում ենք իրար վրա գոռգռում ենք, վերջը մեկ էլ ուրեմն, հա, այդ կանանցեր, ովքեր է տենց նստած էին ու մեզ էին նայում, չգիտես ինչի սենց կարավ, բերեց մեկ էլ այդ կանան սենց հարեց։ Ցույց տա։ Հա։ Բայելը դա երեխին ասում խնդրում եմ։ Սենց ձեր նման երկու կին նստած սենց լուր մեզ են նայում, մեկ էլ վրաց այդ կանան սենց արեց։ Այս կինը սենց արեց։ Իտալացի։ Չգիտեմ կան, երևի։ Ռուսալեզու չեն, որտեղ ռեակցիաներից հասկանում են, որ իրանք իսկականից գիտեն, բանը ցիգաններ են եկել, տաբռա եկել, բանա շոուի մեջ է մտնում, аэропորտի բաներից է, ժամանցներից է։ Վերջը այդ կնոջ ինչի տենց արեց չհասկացանք։ Մեկի։ Ձերը եկավ սենց գցեց ուսիս։ Հա։ Հա, ու տենց էլի երևի մոտ մի րոպե տենց մի հատ ինչ-որ բան ասում են։ Մի րոպե։ Ինչ-որ ժամանակ է տոն Մի րոպե։ Հա, որովհետև այդ ժամանակ այդ մի րոպեն Ձեզ մոտ մաքսիմում 5 րոպե էր տեղ։ Հա, մեր մոտ 5 րոպե է տևում։ Հիմա տենց էլի, բա ինչ պետք է անենք, մի րոպե ասում եմ, մի րոպե։ Հիմա պետք է հասկանանք, ով ջան, դի մի հատ հասկանանք, ինչը հասկանանք է, ոնց, որ ասում եմ, պետք է անպայման, հա, դրանից առաջ էլ երկու անգամ եղել է, որ էլի ուշացել եմ, անունս որ ասել են, հայտարարել են аэропորտներում, չէ, որ հենց ուշանում ես, հայտարարում են, սովոր է, որ պետք է անպայման իրան հասկանում Դերասանուհի։ Պաստոդական։ Այս վերջերս էլի Գաբիիս հետեղ ենք թռնում, էլի ուշացել ենք, էլի հայտարարեցին մեր անունները։ Վերջը տենց մի րոպեի չափ էլի այդ քաոսն է, մեկ էլ եկավ ձեռը սենց դրեց ուսիս, սենց արեց։ Մաման ինչ պարֆյում էր սիրում։ Մամաս, ես էլ չեմ մամաս։ Արդեն ուզում աչքերս վատ բան արել էլի։ Որ մամայիս համար մի բան անի, вообще ինչ կանեմ իր համար։ Վերջը տենց ասի, ինչ։ Ինչա։ Մամաս ինչ կապ Մամաս ունի։ ինչ կապ ունի։ Ասեց։ Անը յարել, խառնել էի ժամերը։ Ինքն է հասկացել առաջինը։ Բայց երեխիս ուրախությունից ծիծաղում է։ Ուզում է որ մենք տենց իրար կպնենք, մոտենանք, մի հատ տենց ինչ որ հուզական, ծիծաղալու նեղացա։ 5 րոպեից ավել, բայց նեղացա այդ ժամանակ։ Դե հակին է։ Յոթ։ Ահա 7 5 րոպե։ Բայց որ այդ կնոջը գնաց ու տենց ցույց տվեց։ Շատ լավն է։ Ինչի։ Ինքն էլ այնքան կնամեծար, այնքան հարգանքով, թե ինչի տենց։ Շարժվենք առաջ բլից հարցերն են լինելու։ Ես որ կարճ եք պատասխանում եք, ինձ մենակ անուններն է պետք։ Կարող է շատ խոսամ դու ստոպ կտաս։ Աշխարհում ամենասիրելի երգը։ Քանքարավոր ընկեր։ Շատ եմ սիրում, միշտ արդիական է։ Կերքի։ Քանքարավոր ընկեր։
Չէ, բարերը շատ լավն է։ Հա։ Շատ հզորա։ Այսօրվա համար էլ։ Այս է Ջուլիա Ստեփանյանը։ Այո։ Show must go on։ Սիրելի ֆիլմ։ Մեր մանկության տանգոն։ Թռիչ կկվի բնի վրայով։ Իսկ սերիալներ նայում եք։ Հա։ Սիրելի Ես իմ սերիալ։ սերիալն եմ սիրում, Անյունյա։ Շատ եմ սիրում։ Իմ աղջիկն ու մամասել են շատ սիրում։ Հա, նայում են միշտ։ Լուիս։ Ես մանչուկ, դե Ֆրենսը։ Հա։ Ինքը տենց իմ համար միշտ Ֆրենսը։ Մեկ էլ How I Met Your Mother։ Այսինքն օտար բաներ են ասում, տրակել ես գալիս է, ես չեմ կարող ասել։ Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին, ընկերներ։ Շատ լավն են։ Ով։ Չհասկացա։ Սերիալի անունները, ընկերներ, Friends ու ինչպես ես հանդիպեցի ձեր Հա, դե մայրիկին։ որ անգլերեն եք ասում։ Հա։ Սիրելի հայ երգիչ ունեք։ Հայ երգիչ, Հայկո։ Հայկո անպայման, հա, ես էլ։ Սիրելի հայ երգչուհի։ Էլմիրա Մակարյան։ Ես տենց այնքան դժվարանում եմ այդ Որտեւ մեկին ինքան լավ ասել։ երգչուհիներ կան, հա։ Հիմա շատ եմ սիրում Սոնա Ռուբենյան։ Հա։ Սիրում եմ դրա։ Ձեզ հարցնեմ, էլի սիրելի հայ դերասան։ Ասեմ ես, Ասա, երկու ասեմ։ ասեք։ Գալյանովից եւ Ֆրունզիկ Մկրտչյան։ Իմ համար էլ։ Չէ, իսկապես։ Հզոր են։ Հա, իմ համար էլ իրանք Գալանովենց Ֆրոզիկ Մկրտչյան։ Լուրջ։ Ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Հա, անգլերեն է խոսում իդես։ Էդ ինչա։ Չերենտանում ձեր ինչն է։ Իմ կումիրն է։ Այդ celebrity crush-ն ասում հիմա Ջենզին։ Իմ կումիրնով է։ Թինա Թերները։ Ինչ։ Լսի տղամարդ պետք է լինի, առաջի սիրե։ Հա։ Առաջինն է եղել Միշտ է եղել։ Չերենտանը։ Ես չեմ փոփոխել իրան։ Մեկ էլ արանքում սիրահարվել եմ բանին։ Ասա դու, Ալ Պաչինոին։ Հա։ Բա ինչ եղավ։ Ես Ալ Պաչինոին նայել եմ որպես դերասան, Չելենտանոին սիրել եմ ամեն ինչով, իր գժություններով հանդերձ։ Իսկ Ալ Պաչինոն տղամարդը ճիշտ է, բայց ես իրանից այնքան բաներ եմ գողացել Հա։ որպես դերասան։ Դա ոչ մեկը չի զգացել։ Ինչ օրինակ։ Չեմ կարող ասել։ Խնդրում եմ Это ասեք։ мой или моя секрет։ Չէ, դա իմ գաղտնիքն է։ Չելենտանոն միանշանակ։ Չելենտանոն։ Լուիզա։ Ես Վինսենտ Կասելին եմ շատ սիրել։ Շատ եմ սիրել։ Ձեզ համար ով է ամենահումորով հայտնի մարդը, ում անձամբ ճանաչում եք։ Ես ասեմ, թե դու մտածես, թե դու մտածես, թե ես ասեմ։ Դու ասա կյանք։ Բայց շատ են։ Ամենա։ Ինձ համար օրինակ Վարդան Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Նարեկ Դուրյանը, Հրանտ Թոխացյանը, իրան չեմ կարող ասել, շատ կան եւ այսօրվա կա երիտասարդություն, որոնց շատ եմ սիրում, Հայկոն Մկոն, ասա դու բանը, Ռաֆոն, շատ լավերը կան։ Մենչը Արմեն այնքան շատ եմ չեմ կարող հիմա թվարկեմ։ Այսօրվա այս միջինեն իրանք սերունդ համարվում։ Այդ միջին սերունդն էլ եմ շատ սիրում, իսկ ամենաշատը սիրում եմ իրանց։ Իմ ինչա սիրտու։ Ձեր սերունդը։ Հա, սերունդը։ Իմ սերունդից։ Լուիզ։ Լևոնը Հարությունյան։ Հա, Լևոնը ապրես։ Լավ կներես։ Ու բոլոր են մարդիկ ում ասեց Ջուլիան։ Հա։ Իսկ ում հետ եք ամենաշատը խոսում հեռախոսով հայտնիներից։ Հայտնիներից, որ հայտնիներից, ես։ Ես Ջուլիետա Ստեփանյանի հետ վերջերս։ Դե ես էլ Լուիզա։ Չէ, իսկականից, մենք ենք իրար խոսում շատ։ Հիմա անձամբ հիմա շատ ենք խոսում իրար հետ։ Լավ, հեռախոսները ձեզ մոտ են, կասեք, որ էմոջին եք ամենաշատը օգտագործում։ Այս։ Բայց ճիշտ հասկացա ինչի մասին է։ Հա, դե բայ ինչ է։ Ավելի քան ճիշտ։ Հա, ճիշտ, ես հասկացա։
Լույս։ Ես եմ որ sense հալվում ա։ Մեկ ես դա եմ սիրում, մեկ էլ որ արցունքով ծիծաղում։ Հա։ Ինչ եք վերջինը փնտրել YouTube-ում։ Ես ուզում եի ուրախանայի վերջինը, որ հիմա բացեմ, կնայեք շորներ։ Շատ եմ սիրում իրանց։ Իսակովսկի սաբորը Սանկտ Պետերբուրգի, որտեղ մի քանի օրից աղջկա սնունդն ա, ու պետքա գնանք Պիտեր իրար հետ, չեմ եղել ես։ Ոչ ես, ոչ Գաբիս։ Տենց իր 20-ամյակն ա, պետքա գնանք ու տենց մի քանի տեղեր կան, որ նայում եմ։ Անցնում ենք առաջ ու խաղում ենք թեթե։ Թեթե։ Հա։ Ինչը թեթե։ Հա, լավ։ Սա հաղորդուն հետ նայել եմ, բայց էլի տուպոյ հարց եմ տալիս։ Թեթեն գիտեմ։ Միջև թեթեին անցնելը, ասեմ, որ մեր հաղորդման գործընկերն է Skyline թաղամասը։ Նոր թաղամաս են կառուցում, առաջին երկնաքերերը Հայաստանում գտնվում է Բաղրամյան Օրբելի խաչմերուկում։ Skyline-ը առաջին թաղամասն է Երևանում, որի ստեղծման համար ոգեշնչում են հանդիսացել ժամանակակից մարդու առօրյա պահանջները եւ լավագույն ապրելակերպի պատկերացումները։ Նյույորքյան ճարտարապետություն Երևանում։ Skyline ավելի քան պարզապես ապրելակերպ։ Դե ինչ, պատրաստ եք թեթե հարցերին։ Այո։ Մոտեցանք քո կռիսական հարցադրումներին։ Առնետական հարցերի։ Լուիզա։ Ենթադրենք նոր սերիալ է առաջարկ է ստանում Երջանիկ դժբախտություն։ Ու դու ես ընտրում նրանցից ով լինի քո խաղընկերը այս անգամ։ Ում կընտրես՝ Վարշամ Գևորգյան թե Վահագն Գալստյան։ Վահագն Գալստյան։ Վահագն Գալստյան թե Գագիկ Մկրտչյան։ Գագիկ Մկրտչյան։ Գագիկ Մկրտչյան թե Գրիգոր Խաչատրյան։ Գագիկ Մկրտչյան։ Գագիկ Մկրտչյան թե Լևոն Հախվերդյան։ Լևոն Հախվերդյան։ Դրամատիկականի դերասաններին ենք էլի ասում։ Լևոն Հախվերդյան թե Աշոտ Տեր-Մաթևոսյան։ Լևոն Հախվերդյան։ Լևոն Հախվերդյան թե Սոս Ջանիբեկյան։ Սոս Ջանիբեկյան։ Սոս թե Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյան թե Բաբկեն Չոբանյան։ Բաբկեն Չոբանյան։ Եվ վերջին հարցը Լուիզա։ Երջանիկ դժբախտությունը սերիալում։ Կխաղաս Բաբկեն Չոբանյանի թե Հրաչյա Հարությունյանի հետ։ Եթե նույնիսկ առաջինից լիներ Հրաչյա Հարությունյանը, ինքը գալու էր մինչև վերջ։ Հրաչյա Հարությունյան։ Իմ բեմական 1800 տարվա խաղընկերն է, Հրաչյա Հարությունյանն անջիկ։ Հրաչյա Հարությունյանը հաղթեց եւ Ջուլիետա։ Ենթադրենք։ Բայց ես ճանաչում եմ սաղին, չասեմ հետո բա։ Ջուլիետա, ենթադրենք Աֆրիկայում նոր շոու եք սկսել։ Փաչույքով Վայրի ցեղերի հետ։ Ու նրանցից մեկը պետք է ապահովի ձեր անվտանգությունը։ Այսինքն ձեզ պաշտպանի Դու աֆրիկյան ցեղերի ազգանուններ ես տալու։ Նրանցից մեկը պետք է ապահովի ձեր անվտանգությունը, որ ձեզ չուտեն։ Առաջինը իրանց ուտեն։ Ում կընտրեք։ Արման Նավասարդյան թե Տիգրան Ներսիսյան։ Արման Նավասարդյան։ Արման Նավասարդյան թե Ալբերտ Սաֆարյան։ Արման Նավասարդյան։ Արման Նավասարդյան թե Եվգենի Պետրոսյան։ Որտեմ ես դրա մրուտը, ինքա լավ մարդ է, ոնց որ երեխա լինի։ Եվգենի Պետրոսյան։ Եվգենի Պետրոսյան թե Հարություն Մովսիսյան։ Եվգենի Պետրոսյան։ Խիք խնդրում չեմ։ Աղաչում եմ։ Մի արակյանքս։ Բայց ի՞նչ արի։ Ոչ մի բան չարիր, մենակ դեմքդ տեսնեմ։ Եվգենի Պետրոսյան։ Եվգենի Պետրոսյան թե Դավիթ Հակոբյան։ Դավիթ ո՞ր է Դավիթ Հակոբյան։ Հա, չէ, Եվգենի Պետրոսյան։ Եվգենի Պետրոսյան թե Արմեն Մարության։ Եվգենի Պետրոսյան։ Խեք ծիծաղում երեխեք ջուր եմ ուզում խմեմ, ես ինչ եմ անում որ ծիծաղում։ Եվգենի Պետրոսյան թե Վարդան Պետրոսյան։ Եվգենի Պետրոսյան, ես անտաբաճան մարդ եմ։ Եվգենի Պետրոսյան թե Լևոն Հարությունյան։
Եվգենի Պետրոսյան, Եվգենի Պետրոսյան թե Նարեկ Դուրյան։ Նարեկ Դուրյան։ Ես անդավաճան մարդ։ Շատ եմ սիրում Նարեկ Դուրյան։ Նարեկ Դուրյան թե Հերան Թոխածյան։ Վայ, երկուսին է շատ եմ սիրում, չեմ կարա բաժան։ Ես երկուսի հետ եմ կապրի։ Հարցը մոռացել է։ Ջուլիա մոռացել ես հարցը։ Ախր որ Նարեկին ընդրեմ Նարեկին կուդեն, որտեղ ինքը համով է։ Հրանտն էլ է համով։ Եվգենի Պետրոսյան։ Չելավ Նարեկ Դուրյան։ Նարեկ Դուրյան թե Չելենտան։ Չելենտանո։ Վայ, մարդս որ մի մարդս է, ես դաժե իրան կփոխեի Չելենտանո։ Վաղ, մերսի։ Մի խոսքով Նարեկ Դուրյանը հաղթեց։ Հա, ես սիրում եմ Նարեկին շատ։ Հա, Նարեկն է Շատ ձեզ։ հումորով մարդ է, շատ։ Գիտես իրան ճանաչել է պետք։ Անցնում ենք առաջ եւ գուշակիր ով եմ ես։ Եթե 10 հարցով չեք գուշակում, մրցակիցը պատժում է։ Հող։ Պատասխանը կարող է լինել միայն այո կամ Չեք ծիծաղում։ չեն կարա ասենք, բայց հուշել չկա, խնդրում եմ, իրար չհուշեք էլի։ Հա, Ով կարա այսքան ծիծաղելի լինի։ ես եմ սկսում։ Հա, Ես տղամարդ եմ, այո, դերասան, այո, ես իր հետ խաղում եմ, չգիտեմ։ Չգիտեմ, չէ ոնց ասեմ կամ այո։ Չէ երևի։ Եսի իմ տարիքի է, համարյա։ հայա, Բա ինչա։ Բայց ինչ գործ ունի օտարած գլխի։ Այո, կոմեդիա, ամեն ինչ։ Խառը, ասեմ։ Հա, կարելի է։ դե ձեզ կարել։ Հա դե կոմեդիայի դրամա էր, ամեն ինչը խաղում է։ Մնաց 4 հարց։ Հայաստանում է ապրում, Այո, մեր թատրոնից է, ոչ։ հա, չնայած Զգուշ եթե մնա երկու հարց մնաց, Հա։ կայտարակ ես ելնի։ Պատժելու է։ Ես ուզում եմ պատժել։ Ինչ մեղքս տաքսնեմ։ այ ուզում եմ հարցնել լավ դերասան է, բայց պրովոկացիոն հարց է։ Շատ լավ դերասան է, բայց հարցը չես տվել էլի, Յանի։ Բայց շատ լավ դերասան է։ Ինչ դողոլություն են անում։ Մի արեք էլի։ Ես բան ասի։ Երկու հարց լավ։ Երկու հարց։ Այս մեկը նվեր։ Ապրեք։ Բայց ինքա լավ դերասաններ կան։ Ես չլսեցի ինչ ասեց։ Okay։ Ամուսնացած է։ Այո, Ֆիլմերում նկարվել է, վերջերս։ շատ։ Վերջին հարցներ, Լուիզ, պետք է հիմա արդեն անուն հնչեցնես։ Խորենն է Լևոնյան։ Ոչ։ Կարող եմ նայել։ Ինչ դա պատժելու եք Լուիզ։ Մռութ, հա, մռութ։ Արմանն է նա։ Դա ես շատ եմ սիրում Ես էլ եմ շատ սիրում Արմանին։ Հրաշալի անձնավորություն է։ Արմանը ֆիլմերում նկարվում է։ Լիքը։ Մանյունյայում էլ չէ։ Մենակ Մանյունյան շատ ֆիլմերում ա նկարում, առավել եւս Մոսկվայում ինչքան ա Ձեզ նկարում։ հետ Մանյունյայում։ Ինձ հետ Մանյունյայում, բայց ինք ուրիշ ֆիլմերում էլ ա նկարվում։ Նույնիսկ Մոսկվայում տարբեր ֆիլմերում ա նկարվում։ Շատ մի շարժվեք էլի։ Ուզում եմ մգդի տեսնեմ ով է։ Երկրորդ տարբերակ չունեմ։ Հադե առաջի հարցը բնականաբար պետք է ասեմ, կինա թե տղամարդ, տղամարդ է։ Այո, կյանքս։ Մեր տարիքային տարբերությունը մեծ է։ Ոչ։ Դերասան է։ Այո։ Սիրում տղամարդ է։ Բոյով է։ Ասմա։ Բոյով սիրում տղամարդ։ Ինձ այնց էլ է բոյով։ Մի քիչ հա։ Մի քիչ։ Ջուլ դժվարանում եմ ասեմ, տենց հա։ Հետո սուբյեկտիվ է էլի բոյովը։
Նայած ում համար։ Ինձ հետ խաղացել, հա։ Հա։ Ով է տենց։ Мне интересно։ Թատրոնում ինձ հետ խաղացել։ Այո։ Սունդուկյանից, հա։ Հա, նաև։ Երկու հարց։ Հիմա չգիտեմ, ջուր, բայց Սունդուկյանում հաստատ խաղացել է։ Կինոյում էլա խաղացել հետս։ Քանի հարց մնաց։ 1 Իադել ավելի։ Ոնց մեկ։ Սուտ ես ասում։ 2 Լավ։ Ես անզորը։ Համազգային թատրոնից, հա։ 1 հարց։ Ինձ գրաբելա սիրունությունով է։ Մարտս, հա։ Գոդև սիրուն դերասան չկա է մարդուց բաց։ Այո։ Գժում եմ քո համար։ Հա։ Սամջան, մալադեց։ Գորեվիլա։ Արժանի ես դու ինձ։ Չի ասեց սիրունա, մարդսա։ Հա։ Մորանակ չեն տանոյ սախքին։ Պատժում ենք Լուիզին։ Պատժում ենք Լուիզին, բայց ուզում եք մնա գլխին նկար։ Երեմ ջան, գլխից վրա տեղ ունես։ Արա դու ավելի սիրուն նկար ունես, ես ինչ դժբախտ եմ կա։ Մեր գործընկեր Real հաշվապահի կողմից ձեզ gift քարտեր եմ տալիս, կարող եք օգտվել նրանց հաշվապահական ծառայություններից, շուկայում են ավելի քան 10 տարի, 1000+ հաճախորդներ ու ծառայություններ են մատուցում ինչպես ԱԶ-ների, ՍՊ-ների, այնպես էլ ՏՏ ոլորտի համար։ Իդեպ Real հաշվապահ-կենտրոնը առաջարկում է հաշվապահական ծառայություններ ՏՏ ոլորտի համար սկսած 18000 դրամից։ Մանրամասների համար կարող եք զանգահարել կամ այցելել 3w.hashvapah.am կայքը։ Ասա գրիկ, մի քիչ ննջել էի, արթնացա, վերջը որոշեցի վсё-таки քեզ հետ անկեղծ լինեմ։ Ասա, այդ մի պահը երազիս եկար, ես չեմ կարա այսքան տանջվեմ։ Համլետը բեմադրել, որտեղ Համլետին խաղում է կին։ Թող զանգի ու ասի, այսքան ժամանակ ես իմ մեջ պահել եմ, չեմ ասել, բայց ինչի ես չեմ խաղում Համլետ։ Ես որ Շեքսպիրի Ջուլիետ եմ խաղացել։ Հա, ասա վիրավորված է։ Սենց էլի։ Աչքի հետ խիլացվեց, հաստատվեց բանկա։ Հուզվել է։ Չէ, պրոստը մտածում եմ։ Դերի մեջ է մտնել։ Հա, Ասեմ ինչի ես Համլետ։ Հա, ասա ինչի պիտի ինքը խաղար, ոչ թե ես։ Ուզում եմ այդ հարցը իմանալ։ Ու սկսի Բայց որ խնդացել լինել ես թե չլինելը ձևի։ ասել։ Հա? Ինչ։ Գիտես անգիր։ Հա, լինել թե չլինել, որն է հոգեպես ավելի ազնիվ, տանել գոր բախտի պարսավանքները։ Լավ, ասա այսքան էլ է քեզ շատ։ Ստուգում եմ։ Իմացար։ Ունեմ։ Հայերեն չգիտեի, պարսակ հարերը եւ սլակները։ Հա դե հա, կեսից պիտի բան անեմ։ Մի փաստորեն Համլետ խաղում է այդ աղջիկը, չէ՞։ Ասա ունակ վիրավորված եմ, գիտես։ Ունեմ տեքստը Համլետի։ Ինչքան ասեցի, չասեմ, բայց վсё-таки ուզում եմ քեզ ասեմ։ Ինչի ես չեմ խաղում Համլետը։ Գոնե դուբլոր, ինչ չես դրել։ Կարող այս ավելի ուժեղ լինեի։ Երկար ժամանակա մեջս կար այդ պահը։ Հա, որպեսզի ես հանգստանամ, ինչից դուրս գայս ամեն ինչ, ուզում եմ կիսեմ։ Նորել երազումս տեսա, ինչպես է ասում լինել թե չլինել։ Ու սկսի տես ահա որ էլի, սենց հին շկոլայոտ Բայց չխնդաս, խնդալը շուտ է գալիս իրա։ Լուիս, դու Արբես ջոգելու է։ Հա, ոչինչ։ Խաղա շատ Մեզ լուրջ ուրախ կանց։ վիրավորված խոսա։ Մի հատ էլ զանգից հետո կանջատեմ։ Луис, а? Привет, Գրիգ ջան։ Привет. Ժամի զանգում ես չէ։ Ոչ եմ խանգարում, հո անհարմար պահի չեմ զանգել։ Չէ, կանքեր չեմ ասա կուկուլը։ Հա, լավ ես, Գրիգ։ Ոչինչ, ակնքսան։ Հա։ Լսի, գիտես ինչ վիճակ է։ Երկար ժամանակա մտածում եմ, էլի ասում եմ, կուտակվել էր մեջս, հա ասում էի ասեմ, չասեմ, հետո ասի չէ, մի անգամից ինձ քեզ պարզ ուղիղ ասեմ, էլի։
Հիմա էլ նստած էլի Համլետի մենախոսությունն եմ կարդում։ Մի հատ կարդամ լսես։ Ես ոնց եմ զգում։ Ու մտածում եմ, մի րոպե, հա, հեսա է։ Նայ, ես օրինակ սենց եմ զգում, էլի, Գրիգ։ Հեսա ասեմ մի հատ այդ 4 տողը, մի հատ դու զգա իմ ներսում ինչա կատարվում։ Ու դրանից հետո արդեն ես իմ հարցը կտամ կյանք։ Լինել թե չլինել։ Որն է հոգեպես ավելի ազնիվ։ Տանել գոր բախտի պարսաքարերը եւ սլակները։ Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովին ընդեմ։ Մի խոսքով, ես հիմա անք ժամանակս շատ չեմ ուզում տանեմ, պրոստը ուզում եմ մի հատ հասկանամ, կարողա ես փորձեմ, էլի Համլետ։ Դու փորձես։ Հա։ Չգիտեմ ինչ ասեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հələ սպասի մի քիչ շարունակեմ, տես կարողա հասկանաս էլի կյանք։ Մեռնել։ Ես սպասի լույս, ես սպասի, այդպես հեռախոսով ես ուզում սրա մասին խոսալ։ Հա, հիմա, էլի, հիմա։ Հա, բայց չգիտեմ, էլի, կարանք վաղը խոսանք, հեռախոսով խոսալու բան չի։ Չէ, հիմի խոսացեք, որ մենք իմանանք։ Կյանքը, Լույս դա խաղալու դեպք չի։ Մանեի մոտ հյուր եմ, Շատ լավ։ Գրիգորյան, բալես, բանին, հենց այնպեսի։ Պատժվել էի, ու տենց որոշեցին, որ Ասա, որ ես եմ պատժել։ ու Ջուլիետա Ստեփանյանն է այս առաջարկությունը արել, որ քեզ տենց պատժենք։ Գրիգ նկարահանման եմ հիմա։ Հասկացա։ Գրիգը։ Հասկացա։ Քնա տալը չի Ես գտնի։ էլ հասկացա, որ что-то не то я։ Ասա, որ իմ մասին չէր։ Չէ, դու տենց մի կարտայից Համլետը։ Թե չէ ես սենց պիտի կարդայի Համլետը։ Կամ էլ ես երբևէ տենց բան կասեի քեզ, կյանք ապրես։ Չեկակ, ինչ, բայց ադեկվատությունը հաստատ տեղում է իմ։ Պաչում եմ քեզ կներես կյանք, որ կես գիշերին սենց։ Մենք բարևում ենք բոլորս։ Բարև Գրիգ։ Գրիգ Մանեն քեզ բարևում է, Ջուլիետա Ստեփանյանս քեզ բարևում է։ Եկ բարի գիշեր։ Չէ, արդ չկա։ Ունեցի բոցը։ Եղավ Գրիգ ջան։ Դե Արմինեին էլ ջեն բարևներ, բարի գիշեր Գրիգս։ Անպայման հեսա փոխանցեմ։ Լավ Գրիգ ջան, պակա Գրիգ ջան, պակա։ Սիրտ ընկավ փորը, վայ ասում եմ փորը տեղը։ Շատ լավներ Լուիս, Շատ օպրես աղջիկ ու իսկականի։ Միրել էի կարդալ վրա։ Խշտղեն Այդենց խաղ կլեր։ ինչքան հնարավոր է բաբ 17 թվի, չէ, 17-րդ դարի դերասանների։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք։ Էլի կսպասեմ ձեզ լիքը դրական պահեր եմ մաղթում, որ այդ պատմությունները գաք ու այստեղ պատմեք։ Ու չմոռանանք ասել, որ բաժանորդագրվեն մեզ հետևող եւ սիրող մարդիկ, Հենց լայքեն։ այնպես։ եւ լավ կոմենտներ գրեն։ Հաճելի հաղորդումա շատ։ Ես օրինակ ոչ մի հաղորդում բաց չեմ թողել։ Բոլոր հաղորդումները հաճույքով նայում եմ, հենց այնպես հաղորդումը համեցեք, գրանցվեք, նայեք, ուրախացեք։ Ոй գժվում։ Մերսի շատ։ Ապրես մանչուկ։ Ուսամ լավ կլինի, չէ՞։ Լավ գործ, որտեղ դու լավն ես, Լուիզ ջան։ Առաջին անգամ եք միասին խաղում։ Հոյակապ, ես քեզ շատ եմ հավանում այնտեղ։ Ես քեզ չասեմ։ Դե հիմա երկուսով նստել եք իրար պիտի գոբանք բաղում։ Չէ, բայց ես Այսինքն Արմանին առաջինը ուտեն։ Ինչ ես հարցնում։ Բայց ես հասկացա, որ Մարդակեր հա, ցեղից մեկը նրանցից պետք է ձեզ պաշտպանի։ հա։ Այսինքն որ գան ձեզ ուտելու, ասի ոչ ինձ կերեք։ Դեռ չի հարցնում, գիտես։ Սպասի Արման Նավասարդյանն ու Տիգրան Ներսյանը ինձ պիտի պաշտպանեն։ Նրանցից մեկը։ Հա։
Ում կուզեմ որ Ում պաշտպանեմ։ կընտրեք Արման Բայց Ավասարյան։ հետ սկզբից էի հարցը հասկացել էի։ Բայց չգնացեի երբեք համերգիներին։ Ուր գնայի։ Ես շատ եմ։ Իտալիա։ Դեյանի Իբր դու եմ գնաց որ Իտալիա գնամ։ Հələ տեսնեմ որը չեմ ասել։ շպարգալկայով այս կականից։ Այո։ Լավ, դիմի քիչ դու խոսացինս նստել ա։ Սրանց առաջին ներկայացում եմ խաղացել։ Ինչ էլ որ ասես դու գտնեն։ Չէ, բայց դե պիտի ժեստերով ցույց տա։ Ցույց դու։ Չէ։ Դու կանեն, դու կանեն։ Չէ, ժողովուրդ։ Եթե աղջիկը ասում է կարելի է, ուրեմն կարելի է, թե չէ, ունակ իմ աղջիկները կարային ասեն ոչ եւ վերջ ասես, բայց դες երեխեն ասում է ասա։ Տես։ Եթե ասում է ասա,